Հարցից հարգելի գործընկերներ, սկսում են գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի օրակարգը ձեզ բաժանված է, օրակարգի վերաբերյալ, եթե հարցեր չկան, խնդրում հաստատենք, ովքեր են կողմ օրակարգի հաստատմանը։ Շնորհակալություն։ Սկսում ենք օրակարգային առաջին հարցը։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն իր հարակից օրենքներով այն կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, համեցեք պարոն Քոչարյան։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքի ողջ տեքստում նախատեսվում է կատարել փոփոխություն, օգտագործվող արգելոց բառը նախատեսվում է փոխարինել հնավայր եզրույթով։ Արգելոց բառը ընդհանրապես վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է արգելելու, սահմանափակելու կառավարման կարգավիճակ, իսկ միջազգային ընդունված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայրեր archaeological sites, որն ուղղակիորեն բխում է նաև վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակից։ Մյուս լրացումը նախատեսվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրերի պահպանության և օգտագործման մասին և քաղաքաշինության մասին ու տեղական ինքնակառավարման մասին օրենքներում առկա հակասությունների վերացում։ Նախագծով հստակեցվում են պատմամշակութային հուշարձանների ոլորտի լիազոր մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինության թույլտվությունների տրամադրման դեպքերը։ Մասնավորապես ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ կողմից տրամադրվելու են միայն Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների համար։ Այստեղ մի փոքր պարզաբանեմ, որ այս պահեդրությամբ և առհասարակ Հայաստանում տիմերն են տալիս շինթույլտվությունները, բայց քանի որ խոսքը վերաբերում է օտարման ոչ ենթակա և միջին հին դարերի հուշարձաններին, այդտեղ մասնագիտական կարողությունները ԿԳՄՍ նախարարությունում ավելի ուժեղ են և նաև հաշվի առնենք, որ մինչև այս պահն էլ ամեն դեպքում գործող օրենքով էլ այդպես նախատեսվում, մենք ուղղակի ավելի հստակեցնում ենք և տարանջատում ենք, ով որ դեպքերում է տալիս նախագծման թույլտվություններ և շինթույլտվություններ, ընդհանուր առմամբ այսքանը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ ենք, պարոն Քոչարյան, հարցեր ունեք, համեցեք Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարցս արգելոց և հնավայր հասկացությունների մասին է, ես եթե չեմ սխալվում, մենք հնավայր հասկացությունը արդեն իսկ ունենք գործող օրենսդրությամբ, արդյոք այս փոփոխությամբ արգելոցները հավասարեցվում են հնավայրերին, եթե նույն բառի ներքո, նույն հասկացության ներքո են լինում, և դա արդյոք ինչ-որ իրավական կարգ և ընթացակարգ ու մեխանիզմ է ենթադրում, որը փոխվելու է արգելոցների նկատմամբ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Ղազարյան, այսօր մեր օրենքում օգտագործվում է արգելոց եզրույթը և հնավայրը չի օգտագործվում ըստ էության, մենք հիմա փոխարինում ենք, այլևս չի օգտագործվի արգելոցը, կօգտագործվի հնավայրը, քանի որ, ինչպես ասեցի, մենք հետազոտել ենք և համաշխարհային պրակտիկան նման տեղեր, օրինակ եթե Իտալիայում կամ Եվրոպայում մի տեղ գնում եք, ինքը հնավար է, էլի, այդ archaeological site-ն է, և բացի դրանից արգելոցը մի տեսակ արգելք պարունակող բառ է և նաև իրականում ինչ-որ ռեժիմներ է պետք է նման ունենա, օրինակ ոնց որ Խոսրովի արգելոցն է, բայց մեր այդ դեպքը չի և հակառակն է, դրա համար գնում ենք այս փոփոխությամբ, բայց որևէ իրավական, որևէ տենց բան չի փոխվելու, այսինքն
սուտ հասկացությունների հստակեցում է։ Շնորհակալություն։ Շատ լավ օրինակ վերեցիք, ես էլ այդ օրինակի մասին մտածում, օրինակ Խոսրովի արգելոցը ենթադրում է, որ բնական միջավայրին, բնական արգելոց է, եւ բնական միջավայրին ոչ մի միջամտություն, աջակցել, որ աճեն բույսերը, ջրել, խանգարել, որ աճեն, այսինքն նույնիսկ դրական միջամտություն չի կարող լինել, որտեղ ինքը արգելված է, արգելոցը բնության պահպանման իմաստով իրանք պետք է Հա, ինքը բնական միջավայրով ոնց կզարգանա, դրա համար արգելված է միջամտություն է, արդյոք այս արգելոցի հասկացության փոփոխությունը միայն պատմամշակութային հուշարձաններին է վերաբերելու հարցից դրա մասն է, թե օրինակ Խոսրովի արգելոցը շարունակում է մնալ արգելոց։ Չէ, Խոսրովը մնում է արգելոց, ամենակ մեր օրենքում, մեր օրենքով նախատեսված ուրեմն վայրերի մասին է խոսքը գնում։ Օրինակ, այո, Գառնի արգելոցը կդառնա Գառնի հնավայր։ Շնորհակալ պարոն Քոչարյան, հստակեցման համար, այսինքն այդ տերմինի փոփոխությունը սահմանափակումներից որևէ մեկը չի վերացնում, այսինքն Գառնի արգելոցում, որ դառնում է Գառնի հնավայր, ինչպես արգելված էր տարատեսագործունեություն, շարունակում է այդպես մնաց։ Այո, հակառակը, նույնիսկ տրամաբանությամբ հիմա որ արգելոցա, պետք է ինչ-որ նույնիսկ տենց արգելող ռեժիմներ գործին, ոնց որ օրինակ Խոսրովի արգելոցում, բայց բնականաբար դա թանգարան է եւ հակառակը մենք խրախուսում ենք որ կան։ Շնորհակալ եմ, եւ սա առաջին ընթերցումը չէ՞ դեռ։ Այսա կտամ Տիկին Գալստյան մեկ վարքյան։ Այստեղ առաջարկ կա ձևակերպման հետ կապված գրել ենք անհատույց անժամկետ, մեր նոր օրենսդրությամբ այդ անժամկետ հասկացությունը գոյություն չունի, առաջինից երկրորդ ընթերցում ես այս ընթացքում կտամ շտկենք էլի, այսինքն քաղաքացիական օրենսգրքով, եթե պայմանագրում ժամկետ չկա նշված, ինքը հենց համարվում է արդեն անորոշ ժամկետով, սուտ տերմինների համապատասխանություն, էլի, որտեղ անհատույց անժամկետ եւ քաղաքաշինության մասին օրենքում է դուրս եկել եւ քաղաքացիական օրենսգրքում։ Ես կփոխանցեմ ձեզ առաջինից երկրորդ ընթերցման որպեսզի օրենսդրության մեջ բոլոր այդ եզրույթները համապատասխանեցվեն իրար։ Համեցեք Տիկին Գալստյան։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, մի քանի հարցեր ունեմ, դերևս հարց տենց ելույթ իրար հետ։ Մոտավորապես քիչ առաջ հնչեց այդ անհանգստությունը, որը վերաբերում էր հնավայր նոր եզրույթին։ Ես նախ պիտի առաջարկեի, որ հակառակ որ Տիկին Թագուհին ասեց, որ մենք ունենք սահմանած, բայց կարծում եմ հասկացությունների մեջ հնավայր հասկացությունը մենք չունենք, արդյոք նպատակահարմար չէ գտնում, որ մենք ունենանք սահմանված եզրույթների մեջ հնավայրի սահմանումը։ Եվ արդյոք բոլոր արգելոցները, եթե մենք այսպես մեխանիկորեն հնավայրի ենք փոխարինում ենք արգելոց հնավայրով, ինքը արտացոլում կամ արտահայտում է արգելոցի այն բովանդակությունը, որ մինչև այժմ գործում էր, ինչու եմ այս հարցը ես հնչեցնում, որովհետև տեսեք մենք ունենք ոչ բոլոր արգելոցներն են իրենց ընկալմամբ հնավայր։ Օրինակ մենք ունենք Կումայրի պատմամշակութային արգելոց մենք հիմա ունենք այո, իր պաշտոնական անունով Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարան։ Ունենք նաև Արփի, ուրեմն բնապատմական այդ արգելոցը, որը դարձել կարծեմ մշակույթի, չէ, նախարարության ենթակայությանն է, մեր հանրությանը եւ գործընկերներից հուշեմ, որ ուրեմն եթե Կումայրին ասեց մեծ տեղանքով ինչի մասն է խոսքը, Արփին վերաբերում է Եղեգնաձորի քարանձավների, որոնք ինքնին հնավայր չեն։ Այս առումով արդյոք մեխանիկորեն բոլոր արգելոցները հնավայր դարձնելը, այսինքն արդարացված է, թե ոչ։ Մյուս առաջարկությունս վերաբերում էր ուրեմն այդ հասկացությունը մենք սահմանեինք հիմնական հասկացությունների մեջ եւ մյուս դիտարկումս կամ դիտողությունս վերաբերում էր, որովհետեւ մենք օրենքը կամ նախագիծը նախատեսում է թե պարզ հնավայր եւ հնավայր գիծ թանգարան։ Եվ երբ որ լիազոր մարմինը կառավարության հաստատմանն է առաջարկություն այս կամ այն ուրեմն հնավայրը դարձնել թանգարան եւ այլն, դուք միայն խոսում եք հնավայրի մասին, հնավայր գիծ թանգարանները չկա, պիտի առաջարկեի, որ ուրեմն այստեղ ավելացնվեր համապատասխան լիազորությունների կառավարության, երբ որ կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ հաստատելու միայն հնավայրի մասին, նաև հնավայր, ստորակետ հնավայր գիծ թանգարաններ, որ դրանք դուրս չմնան։ Եվ
Եվ քանի որ մենք սահմանումների հոդվածին ենք նաև անդրադառնում, ես կառաջարկեի ինձ ականջիս շատ հաճո է հնավայրը, որտեղ գիտեմ միջազգային բառապաշարում այլևս արգելոցը չի գործածվում։ Ես կառաջարկեի, այստեղ մի հատ ունենք հասկացությունների մեջ պարկ, ինչ պարկ, հնագիտական պարկ։ Եկեք նաև այս հնագիտական պարկի հայեցի ոչ թե սահմանումը, այլ եզրը թարգմանենք, ադապտացնենք, դա 4-րդը եւ դե կարելի է քննարկել, մտածել ինչ որ ավելի բարեհունչ հայերեն մի բառով, սա եւս այն սովետական շրջանից մնացած ժառանգությունն է, որտեղ այս օրենքները դեռ սովետական շրջանի ինչ Դա այդ ուրիշ բան է, բայց մենք այստեղ կարող ենք, մենք այստեղ կարծում եմ կարող ենք այս հնագիտական ու պարկը միասին շատ դիսոնանս առաջացնում, ես կարծում եմ արժի սա փոխել եւ ինչ վերաբերում է այստեղ դուք պատասխանեցիք Տիկին Ղազարյանի հարցին, ես կարծում եմ արգելոցները, որքան հիշում եմ այս օրենքի շրջանակներում արգելոցի պահպանման ռեժիմների մասին մի ամբողջ բան կա, հոդված կա արգելոցների պահպանման ռեժիմների եւ այդ կարգերին վերաբերող, այսինքն մենք մեխանիկորեն, եթե այնտեղ արգելոցները փոխարինում ենք հնավայր բառով, պահպանման նույն ռեժիմները պահպանվում է, թե մենք պիտի դասակարգենք որոշները ունենան հատուկ ուրեմն պահպանման ռեժիմներ, որոշները ոչ, որտեղ կարծես թե մի տեսակ մենք բան ենք ունենում տարանջատումներ, թանգարանները այլ բան են, բարձ հնավայրերը այլ բան, հնավայր թանգարանը այլ բան։ Ես կարծում եմ սա մեկնաբանության կարիք ունի ձեր կողմից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, փորձեմ հերթով հակիրճ պատասխանեմ ձեր հարցերին։ Տեսեք, դուք ասում եք Կոմայրի արգելոց, բայց Կոմայրիում էլ արգելված որևէ, այսինքն տենց մուտք ելք գոյություն չունի, այսինքն այնտեղ էլ ամեն դեպքում արգելոց եզրույթը օգտագործելը երևի թե այդքան նպատակահարմար չի։ Իսկ հնավայրի մասով կոնկրետ այդ դեպքի համար մենք անպայման մի հատ կուսումնասիրենք, կհասկանանք կա ավելի տրամաբանական այդտեղ բան օգտագործելու համար, թե չէ։ Ինչ վերաբերվում է հնավայր թանգարանին, ճիշտ եք ասում, դա օրենքում էլ կա, հիմա ոնց է, որտեղ որ ուղղակի արգելոց է, բայց այդտեղ իրավական որևէ բան ստեղծված չի, ինքը թանգարան կոչումը չունի, այսինքն մենակ արգելոց է, հիմա տենց կլինի մենակ հնավայր, իսկ որտեղ որ նաև ունենք տոմսային տնտեսություն, կլինի հնավայր թանգարան։ Այսինքն կառավարության դուք պիտի, եթե օրենսդրական ակտ է, չէ՞ պիտի բխեն այնուհետև սրանից եւ այդ չափորոշիչները այդտեղ չպիտի դնեք, թե որ բարագայում։ Ինձ ասած, ձեր ասածը այս մի տեղը չի, կներեք որ միջամտում եմ, այս որ գրածա բանը, հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները։ Բուն օրենքում է, չէ՞։ Իրավասությունների շրջանակում հնավայրը առանձին է տված, դրա համար եմ ասում։ Հնավայր, բայց հնավայր թանգարանի առաջարկություն չի տալիս, այս առաջարկը։ Չէ, գրածա հնավայր, ստորակետ հնավայր թանգարան։ Որ օրենքում։ Ես իրանց վերած փաթեթում։ Այստեղ։ Հա, գրածա դիմերի եւ կառավարության իրավասությունները ու տավից է։ Հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում հանրապետության կառավարությունը ու թվարկածա ինչա կարում անի, այստեղ տված է ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական հնավայրեր, հնավայր թանգարաններ, հնագիտական պարկեր եւ հաստատում դրանց կանոնադրությունները։ Այն հոդվածին էլ վերաբերում ուշադիր կարդացել են, երբ որ լիազոր մարմինը կառավարությանը ներկայացնում իր առաջարկությունը։ Տիկին Գալստյան, եթե որևէ միտեղ չկա, դա տեխնիկական է, հաստատ կավելացնենք, բայց այդ ինքը տրանսֆորմացիան հենց տենց է, որտեղ ուղղակի արգելոցը դառնում է հնավայր, որտեղ արգելոց թանգարան դառնում է հնավայր թանգարան։ Ինչ վերաբերում է այդ ռեժիմներին պահպանման օրենքով նախատեսված, իրանք տարբերվում են բնապահպանության օրինակ ռեժիմներից եւ բնականաբար մենք այդտեղ մենակ ինչպես ասի տերմինն ենք փոխում, այսինքն մնացած կարգավորումները նույնն է մնում, հիմա կոնկրետ դե չեմ կարող ասեմ այնտեղ ինչա ներառած, բայց եթե մի բան էլ հանկարծ պետք է օրինակ փոխել կամ հանել, թե դուք եք մտածում օրինակ ճիշտ կլինի այդ էլ ռեժիմի մեջ այդ մի փոփոխություններ անենք, դա կարող ենք իրար հետ քննարկել անել, ոչ մի խնդիր չկա։ Ընդհանուր առմամբ ոնց որ այսքանն է, չէ՞։ Իսկ հնավայրը սահմանման կարիք չէ գտնում, որ անհրաժեշտ է հասկացությունների մեջ, եթե չկա անպայման կդնենք, անպայման կավելացնենք, հա պետք է լինի։ Հա, իսկ մեկ էլ դուք որ ասեցիք հնագիտական պարկերը, ճիշտն ասած այս անունը մենք ուղղակի չենք որոշել, այսինքն որ պետք է հնավայրը լինի, մենք հավաքել ենք մեր մասնագիտական կառույցների մասնագետների, մի քանի տարբերակ ա եղել, նաև եղել է հնագիտական պարկը, բայց ամեն դեպքում որոշվել է, որ ճիշտ միջազգային տերմինով եւ ճիշտ թարգմանությամբ կլինի ամենաճիշտը օգտագործել հնավայր
տարբերակը։ Չես հնավայրի մասին չեմ խոսում։ Պարկի։ Դե ինքը էլի նույն բանն է մոտավորապես ասում, այդ պարկով, ոնց որ այդ պարկն է, երբ որ թարգմանում ես հայերենով, ասենք ոնց որ ինչ որ տենց համապատասխան Չէ, հարմար հասկացությունների մեջ կա հնավայր թանգարան, կա 21-րդ հոդված հնավայր պարկ։ Այդ պարկ բարիները։ Ինքը առանձին հասկացությունն է հնագիտական պարկ։ Պարկը ասում է կարող է ավելի տենց ոնց որ տեղային հայաֆիկացնենք, է։ Դե բայց իրան հա որ տենց եթե պարկը բռնենք թարգմանենք հայերեն, ոնց որ հնագիտական մի տեսակ Սևան ազգային պարկ էլ ունենք, հա, պրինցիպի։ Սևան ազգային պարկ ունենք, հա։ հա, պետք է երևի պարկը տենց այդ դեպքում պահվելով, որտեվ այգի արդեն մի Հա տեսակ ուզում եք տես լեզվի կոմիտեին գնենք թող հա եթե հետա ճիշտ Եթե այս դրամաբանությունը իմ համար հարգելի է, արգելոցը հնավայր դարձնելը, որտեղ հայեցա երբ հարուստ բառարանը թույլ է տալիս ճիշտ բառեր ընտրել, ինչու չանեն, նույնը վերաբերում է պարկին, հնագիտություն, որը արմատական բառարանը գեղեցիկ բառերից եւ ողջ պարկը։ Դրա համար առաջարկում եմ, որ այդ բարի հնչությունը փոխարինենք դրան եւ տանք հնավայրի սահմանումը եւ նաեւ շատ կարեւոր բաց է մնում։ Ես կարծում եմ մենք դա կքննարկենք այնուամենայնիվ սահմանվի ինչ որ ձևով հասկանալ, որ հնավայրը կունենա թանգարանի կարգավիճակ, որը զուտ հնավայր, այդ արգելոցը եւ չափորոշ սահմանված է։ որ լի հնավայր թանգարան, այո։ Ինչով ձեր ենթաօրենսդրական Չէ, ինքը հենց մեջ է սահմանված է թանգարանները, բան չի փոխվի, հիմա էլ արգելոց։ Չէ, ուրիշ բան ասում, Բանկոչյան, ասում է որ հնավայրն էլ առանձին հասկացությունների մեջ հստակեց։ հնավայրը համաձայնեցին։ Եկեք Հնավայրը պարկը։ համաձայնեցին։ Այդ պարկի մասով եկեք լեզվի կոմիտեին կգրենք, թող իրանց կարծիքը տան, եթե համապատասխան բառ կլինի, որտեղ այդ դեպքում Սևան ազգային պարկն է պետք, այսինքն բոլոր պարկերի մի հատ նկարագրությունը տան եւ ճիշտ։ Ամեն ոլորտի օրենք, օրինակ հիմա այս արգելոցները բնապահպանության ոլորտի օրենքում շարունակում է մնալ արգելոց։ Եվ շատ լավ է, որ ԿԳՄՍ-ի ոլորտում հայեֆիկացումը կամ դե ինչ որ մի նախարարությունից պետք է սկսել։ Լավ, մնացյալը աշխատանքային կարգով կքննարկենք, շնորհակալություն։ Բանկոչյան, այստեղ մի բան հարցնեմ, էլի որ գրած է հնավայր թանգարան, այս մասը չենք փոխել իհարկե, բայց շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այդ շարունակումը մնալ, հա։ Դե հիմա նույն է թանգարանները վարձակալությամբ տալիս են, այդտեղ միջոցառումներ են անում, մեկը համարվում է շահույթը հետապնդում, էլի։ Դա այլ բան է, որ այդ շահույթը վերում է իրականացության նպատակներին, հասկացա։ Որտեղ մեր նպատակը, որ մեր թանգարանները, պատկերասրահները չէ, բայց դու արգելում ես իրան, այդ եմ ասում, էլի։ Գնա, որ այդ վայրերը ափսոս են, հիմա տարբեր միջոցառումներ է լինում, տարատեսակ հյուրանոցների ֆոյեներ են վարձակալում, Խաղան այդ նույն միջոցառումները նույն մատենադարանում, չգիտեմ, ազգային պատկերասրահում։ Իրական գիտեք, մենք հիմա խրախուսում ենք եւ նույն Գառնում Հաստատի տեսել են, որ կա այդպիսի բաներ։ Մոտ մի քանի օր առաջ մի նման միջոցառման եղել եմ Գառնու տաճարի մոտ, շատ գեղեցիկ է, դրա համար եմ ասում։ Չէ, դա մեր քաղաքական, մեր ընդհանուր քաղաքականության մեջ։ Շատ լավ։ Այլ հարցեր կան, պատասխանեց ձեր բոլոր հարցերին։ Եթե այլ հարցեր դուք ավելացնելու բան ունեք, պարոն Բաբյան, չունեք։ Շատ լավ։ Մենակ այդ ձևակերպումները ես կտամ, այդ հնավայրի եւ պարկի մասով էլ խնդրում եմ։ Մի բան ասեմ, էլի պարոն Բաբյան, եթե կարելի է, ես ուզում եմ այս արգելոցների ցանկը կարդամ, ըստ բանի, էլի համացանցում եմ գտել այդ բան չի, փաստաթուղթ չի, այլ Վիկիպեդիայի նյութը ամեն դեպքում թարմացված։ Պոակի ներքո գտնվողները Զվարթնոց հիմա իրանք արգելոցներ են կոչվում, շուտով կկոչվեն հնավայրեր, Գառնի, Գլաձորի համալսարան, Մեծամոր, Գոշավանք, Արփի, Զորացքարեր, Լորիբերտ, Դիլիջան, ճարտարապետության արգելոց թանգարանը, ստեղ կոմայրին չգիտեմ ինչի նշված չի, բայց հա, հասկացա, դիմա։ Եվ մի հատ բան, այդ դեպքում ուրեմն մնացած իմ իմացած, երբ որ ես ասում եմ, որ իմ կարծիքով իմ իմանալով դրանք սահմանված հասկացություններ են հնավայրը եւ այլն, օրինակ Շենգավիթի հնավայրը, ինքը արգելոց է, արդյոք, եւ ինքը չգիտեմ, ինքը այնքան հինա չի, այնքան կարեւոր է Տիմի ներքո է մեր մոտ է, այդ բանի ԿԳՄՍ-ի մոտ է, ինչ է, եւ որտեւ ես իրան Շենգավիթը կարմիր բլուրը գիտեմ որպես հնավայրեր, ոչ թե արգելոցներ եւ ցանկում էլ չկար։ Իրանց կարգավիճակի հետ ինչա տեղի ունենում։
այդ հարցերի շուրջ Տեսեք, մտածել իրանք ենք։ ոնց որ հնավայր բառարանով, որպես բառ հնավայր են, բայց իրանք մեր մասով, մեր օրենքով կարգավիճակ չունեն, մեր ենթակայության տակ չեն, ուղղակի գիտենք, որ հնավայր է, տենց։ Մեր օրենքում գրված է, որ հնավայրերում պեղումները արգելված են եւ միջամտությունները։ Մեր օրենքում կա հնավայր հասկացություն չկա սահմանված, բայց հոդված կա, որի ներքո գրած է, որ հնավայրերում եթե անխուսափելի չի, ասենց որ բանը ոչ միանշանակ ձևակերպում կա, միջամտությունները արգելված են ու անհնար է Շենգավիթը ոչ Դա մի պետք է հասկանանք, որտեղ օրինակ Արտաշատել է հնավայր եւ բնականաբար ումն է, ում բանասին է եւ ինքը հիմա հնավայր է, օրինակ։ ինքը արգելոց է հիմա, դա կդառնա հնավայր։ Արգելոց հնավայր է։ Okay։ Ուղղակի լճաշենը Դե իրանք հնագիտական վայր են, բայց դե հիմա հստակեցնում ենք էլի։ որովհետեւ կարողա պետքա որ այս խմբեր սրանք էլ բան անեն էլի դրանց Այո, իրանք պետք նույն ռեժիմով Հա, աշխատեն։ իրանք պետք է հնավայր կոչվեն, ուղղակի իրանք որը որ հնավայր թանգարանը արդեն ունի նաև այդ թանգարան ու տոմսային տնտեսության կարգավիճակը, դրանք ուղղակի հնավայր ազատ կլինեն, որոնք որ չունեն իրավական վրան որևէ կազմակերպություն, որ հսկում է, բայց էլի հնավայր են։ Մտքիս մեջ կար մոռացա այդ հնչեցնեմ, իբրև վարժություն եմ սա ասում, հնավայրը ինքը, իսկապես հնավայրը սահմանելու խնդիրը մենք ունենք, որտեղ հնավայրը բազմաշերտ հասկացություն է, և արդյոք, եթե այնտեղ պեղումներ և համապատասխան հնագիտական աշխատանքներ չեն կատարվել, ինքը ինչ սկզբունքով է կոչվում հնավայր, ասենք թե մենք Կումայրին որոշում ենք 18-ի վերջ 19-ի սկիզբ արդեն հնավայր է, որն է չափանիշը, նույնը վերաբերում է, ասենք թե Արփին, մենք ստեղ պետք է նաև բոլոր արգելոցները մեխանիկորեն դարձնելով հնավայր, մենք նաև այդ շերտավորումը բան ենք անում, մեկ սանրով ենք, դրա մանրամասնելու խնդիր մենք չունենք։ Այդ մենք կնայենք, բայց իրական ինչ որ ասում եք, իրանք ամեն դեպքում արգելոց չեն։ Էլի մեկը հնավայր են արդեն, որ այդ վայրերը դուք հիմա նշում եք, այդ Շենգավիթը բան, իրանք sense տենց հնավայր են։ Միայն Կումայրին է, որ մի հատ առանձին կհասկանանք իրան Ինչի ես հիշում եմ այդ նույն արձանը որ պիտի տեղադրեն, դա բարձրացած հնավայր չի։ Հա։ Հատիսի վրա։ Չէ, հատիսը ինքը բան է, ամրոց էր, ամրոցի տարածքում էր, եւ այդ ամրոցի տարածքից դուրս տեղափոխվեց ծրագիրը։ Այո, իսկ ինչ վերաբերում է հնավայրում պեղումներին, բոլորը ձեր նշված տեղը լճաշենից բռնած միշտ պեղումներ ա եղել։ Դա եմ ասում, մենք հիմա եթե հնավայր ենք ասում, մեխանիկորեն իր անունը հնավայր է, առանց պեղում իրականացնելու, ինչ չափանիշով ենք որոշել, որ ինքը հնավայր է։ Այստեղ մի հատ բան կա, կոնֆուզ կա, որը պետք է լուծել, եւ եթե մենք կարծում եմ արժի մտածել հնավայրի սահմանման մասին մտածել, որովհետև ինքը ծանր հասկացություն է։ Հիմա որ սահմանում ու հասկացությունը դնենք արդեն այնտեղ մեր հասկացությունների մեջ այդ հարցը լուծվում է։ Այսինքն ինքը համապատասխանում է այդ հասկացությանը, հարցը լուծվում է, բայց ինչ իրավական հանդերձանք է հետո ստանում։ Մենք սիրուն ձևակերպումը տվեցինք, բայց ինքը պետք է իր արտացոլումը ունենա իրավական դաշտում։ Այսինքն անընդհատ շերտեր են բացվում եւ իրանց համապատասխան ռեժիմներով, եթե գործ ունենք պեղումների եւ այլնի հետ, չէ։ Այո։ Ինքը առանձնահատուկ ռեժիմներ Բանցումներ լինի, որտեղ կարող է հնավայր է, հետո պեղումներ անես մի որոշ ժամանակ, ինքը ավելի ուրիշ կարգավիճակ, ստատուս տաս, արդեն սարքես հնավայր թանգարան։ Այստեղ մի կարևոր բան ասեմ, որ նախարարությունը կից գործում է հնագիտական հանձնաժողով, որը ըստ էության այդ ռեժիմները սահմանում այն առումով, որ ցանկացած տեղ որևէ աշխատանքն իրականացնելու համար այդ հանձնաժողովը տալիս է թույլտվություն, եւ ճիշտ է սահմանված չի ինչ ոնց ավելի հայացողական է, բայց դա ոնց որ հանձնաժողովն է որոշում, որը որ հնագետներից է կազմված, հնագիտության ինստիտուտից, այսինքն այդ ձևով է կարգավորվում այդ հարցը։ Ինչ կարելի անել, ինչ չի կարելի։ պեղումների մասին օրենք չունենք, ճիշտ է։ Չէ։ Ու դրա համար էլ ինքը մի քիչ հայացողական է, որտեղ միտեղ կա մի բան այդ հանձնաժողովը ասի, այստեղ կարելի է, այստեղ չի, այսինքն տենց մի բոլորի համար կարգավորում որոշելը հնարավոր է անհնար լինի։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալ ենք պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ օրենքի ընդունմանը, կողմ դուք ձեռնպա։ Առաջին ընթերցման ընդունմանը, հանձնաժողովում էլի ընդունմանը տիկին գալիս են։ Եվ դրական եզրակացությունից հետո նախագիծը ներառենք նաև առաջիկա նիստերի օրակարգում, ովքեր են կողմ։ Ինքենք թե 6 կողմ 2 ձեռնպա, չէ՞ դուք շատ լավ։
Հարգելի գործընկերներ, անցնում ենք երկրորդ օրակարգի երկրորդ հարցին, մշակութային աճուրդների կազմակերպման մասին օրենքն է, սա նոր օրենք է, եւ նաեւ դրան հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է, հիմնական զեկուցողը նույնպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն է, համեցեք բան։ Շնորհակալություն պարոն Գաբրիելյան, աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը։ Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում եւ արտացոլում արվեստի շուկայի տեղաշարժը եւ դինամիկ զարգացումները։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում։ Մասնավորաբար կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները, բացակայում է արվեստի պատկերասրահների, աճուրդային տների եւ արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի ընդհանուր արվեստի դաշտի դինամիկ զարգացման, արվեստագետի վարկանիշի բարձրացման եւ արվեստի նոր միտումների ձևավորման գործում։ Միաժամանակ արվեստի ստեղծագործությունների բաց հոսքեր եւ թափանցիկ շրջանառությունը ստեղծում են հնարավորություններ պետության կողմից մշտադիտարկում իրականացնելու եւ պետության համար կարևոր նշանակության մշակութային արժեքների ձեռքբերման տեսանկյունից։ Սույն նախագծով հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը։ Նախագծի ընդունմամբ կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորման եւ շրջանառության լայմանը, առաջարկ պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը, ինչպես նաեւ ստվերային շրջանառության կրճատմանը, կապահովի ոլորտում համակարգված պետական քաղաքականության իրականացումը, այդ թվում պետական թանգարանային հավաքածուների համալրման գործընթացի կազմակերպումը։ Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի միջազգային հեղինակավոր աճուրդների տների ներգրավումը հայկական շուկա, որն իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաեւ միջազգային շուկաներում հայկական մշակույթի եւ ստեղծարար ոլորտների ինտեգրմանը եւ Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Ըստ էության, հարգելի գործընկերներ, այս նոր օրենքով մենք բավականին նոր եւ հետաքրքիր միջավայր ենք պատրաստում ստեղծել, որը մի քանի կարևոր ուրեմն նշանակություն ունի։ Ամենակարևորը, որ մենք ունենանք մեր արվեստագետների համար նոր ուրեմն հարթակ, որտեղ իրանք կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները եւ ստանան այն գնահատականը, որը որ կձևավորվի հանրության կողմից, մյուս կողմից սա մի հարթակ է, որտեղ որ մարդիկ հնարավորություն կունենան առքուվաճառքով զբաղվել եւ եթե օրինակ այսօր այդ գործընթացները տեղի ունենում ավելի ստվերային իրավիճակում, սա նաեւ կլինի թափանցիկ եւ նաեւ վաճառողը կլինի ապահովագրված, որ ինքը կստանա իր գումարը եւ գնորդն էլ ապահովագրված կլինի նրանից, որ գնում է բնօրինակ, ոչ թե կեղծիկ։ Նաեւ սա իհարկե կստեղծի նոր բրոկերական, օրինակ արվեստի բրոկերների շուկայի ձևավորմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա ներգրավել միջազգային ճանաչելիություն ունեցող աճուրդի տուն, որը նաեւ որոշակի ներդրում է Հայաստանի Հանրապետության համար։ Ընդհանուր առմամբ այսքանը, սիրով կպատասխանեմ հարցերին։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ուրեմն տեսեք, բացի նրանից, որ նոր պլատֆորմ է, նոր հարթակ է ստեղծվում, որտեղ հայտերի ընդունման փուլից միջավարտը, եթե ճիշտ եմ ես մեկնաբանում, նաև էլեկտրոնային աճուրդով է տեղի ունենալու այս ամբողջ գործընթացը, բայց տեսեք հոդված 5-ում 10-րդ կետը, որտեղ այստեղ արտացոլվում է մշակութային աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով, դատական կարգով, հետո մշակութային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, ստեղ մի փոքր էս կտորը խնդրում եմ բացեք, որ դեպքերում կարող է անվավեր ճանաչվել։ Ենթադրում եմ օրինակ, եթե կեղծ տեղեկատվություն է ներկայացվում եւ այլ դեպքերում պատասխանեք մյուս հարցը եւս հնչեցնեմ։ Շնորհակալություն, այո, միանգամայն ճիշտ եք, եթե բացահայտվի առերևույթ որևէ հանցագործություն է տեղի ունեցել այդ առքուվաճառքի ընթացքում, ասենք բնականաբար
այդ դեպքում կարող անվավեր ճանաչվել, մնացած բոլոր դեպքերում չի կարող եւ նաեւ սա նշեմ, որ լինելու է լիցենզավորված գործունեություն եւ շատ բաներ մենք արտացոլել ենք հենց լիցենզավորման կարգի մեջ, այսինքն այդ խախտումները եւ այլն։ Շնորհակալ եմ, ենթադրվում է պատասխանատվություն է նաեւ հետևում դրան, բանել, բացի դա, տեսեք, տրամաբանությունը հուշում է, որ ուզում եք այդ պատասխանատվության մասով էլ ասեմ, ուրեմն պատասխանատվության որևէ հատուկ բաներ այս օրենքի նախագծում արտացոլված չեն, քանի որ արդեն իսկ Հայաստանի Հանրապետության այլ իրավախախտումների օրենքներով ինչ նախատեսված է դա պետք է լինի, իսկ ինչ վերաբերվում է աճուրդի կազմակերպչի նկատմամբ որևէ սանկցիաների, քանի որ ես նշեցի, որ դա լինելու է լիցենզավորված գործունեություն, դա այդ ամբողջը լինելու արտացոլված լիցենզավորման կարգում, եւ արդեն այդ կարգի պայմանները խախտելու դեպքում մենք ուղղակի կասեցնենք լիցենզիան։ Շատ լավ, ու որպեսզի պարզ լինի առնվազն ինձ համար, նաև այս երկրորդ կտորը, տեսեք, դիցուկ ես որևէ կտավ ցանկանում եմ վաճառել, տեղադրում եմ հարթակում կամ ներկայացնում եմ, ասեն շատ կարճ էլ ես գործընթացը գինը սահմանելու process-ն է ինձ հետաքրքիր, որտեղ դա խիստ անհատական է եւ հեղինակի Եթե թողնենք հեղինակին, կարող է սահմանել շատ թեկուզ անգին համարել իր աշխատանքը, այստեղ կա որևէ զսպող գործիքներ կամ կոնկրետ շեմ, որով որոշվում է, օրինակ սա խելամիտ շեմ է, թե ոչ, արժեքին է վերաբերում, ասածս ընդամենը, ոնց է ձևավորվում այս process-ը, հետաքրքիր է։ Շնորհակալություն հարցի համար, ուրեմն նախ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունեն փորձագիտական կենտրոններ, այդ թվում 3 պետական, մեր նախարարության ենթակայությամբ Արդարադատության եւ Գիտությունների կոմիտեի, որոնք որ գնահատում են այդ արժեքները, եւ եթե մի արժեք ինչ-որ մի գին գնահատված լինի եւ հետո վաճառողը անիրատեսական գին պահանջի։ Եվ առարկի օրինակ նույնիսկ։ Առարկել գտնի, որ այդքան էլ անաչառ չի։ Այդ դեպքում Տիկին Ղազարյանի ասած, ուղղակի աճուրդի տունը չի վերցնի այդ լոտը եւ չի վաճառի, որտեղ դա ամեն դեպքում մասնավոր գործունեություն է լինելու, թեկուզ լիցենզով, բայց մասնավոր գործունեություն եւ ուղղակի չի վաճառի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, ես մի քանի հարց էլի։ Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն կրում է իր վաճառած ապրանքի ձեր ասած իսկության համար, թե ոչ։ Այո, բացի դրանից, որ կրում է, նաև պետք է լինեն որոշակի ֆինանսական ապահովագրություններ այդ գործունեությունը իրականացնելու համար։ Այլ բան եմ հարցնում։ Ես նկար եմ բերել, ասում եմ, էսի Կանդինսկի է։ Ու բերում եմ այդ ձեր նշած 3 փորձագիտական կազմակերպություններից մեկը տվել է, որ այո, սա բնօրինակ է։ Աճուրդով է վաճառում եմ։ Հետո գնողը պարզում է, որ այդքան էլ տենց չէր։ Աճուրդի կազմակերպչին կա պատասխանատվություն, թե ոչ։ Ոչ, որովհետև ինքը արդեն գալիս է մի փաստաթղթով, որը նաև կարող է լինի պետական պողակի կողմից տրված, եւ արդեն պատասխանատվությունը այդ փորձագիտական կենտրոնի եւ փորձագետի վրա է, ով որ այդ եզրակացությունը տվել է։ Հիմա, բայց այդտեղ սինխրոն մենք նոր նաև նախաձեռնություն ունենք, մենք արդեն ապահովագրական կազմակերպությունների հետ ունենք նախնական պայմանավորվածություն եւ այդ կարգը շրջանառվում է, որպեսզի փորձագետի աշխատանքը լինի ապահովագրված, այսինքն իր սխալվելու դեպքում եւ այդ ֆինանսական բեռը որ առաջանա, արդեն ապահովագրականները պետք է փոխհատուցեն եւ այդ product-ը արդեն համարը ձևավորված է։ Ես որքանով ուսումնասիրել եմ, աշխարհում այդ աճուրդներ հենց կազմակերպիչներն են, այսինքն ինքը 5 կատեգորիա կար, ինձ ասացին։ Բնօրինակն է, հեղինակի դպրոցի գործը, շրջանակի գործն է, հեղինակի, այսպես կատեգորիաներ տալի եւ աճուրդ կազմակերպիչը ինքը նշում է, ընդհանրենք, որ սա այս հեղինակի դպրոցի գործը։ Ես որպես գնող, ես արդեն գիտեմ, որ ինքը մոտավորապես տվել է այս շրջանակը, վաղը կպարծվի տենց չի, ինքն է կրելու պատասխանատվություն։ Մենք ունենք ես գիտեմ դեպքեր, որ նույն ձեր ասած պողակը տվել է, որ այս ինչ մարդու գործն է, հետո մի քանի տարի հետո այդ նույն գործը էլի վաճառքի համար գնացել է այդ նույն պողակն ասել է, չէ, ես իր գործերից չի։ Ու այդ մարդին ասում է, բա ես ինչ անեմ sense դեպքերում, մի անգամ այդ նույն կառույցը տվել է, որ Սարյան է, հետո տվել է Սարյան չի։
Պարոն Գաբրելյան, քանի որ այդ տվողը անկախ ինքը այդ աճուրդի տան աշխատակիցը, թե մեր ենթակայության տակ պոակի, թե պոակի բիզնեսի, ինքը սենց տնեց պետք է ունենա պետության կողմից տրված ուրեմն հավաստագիր, որոնք որ մեր մոտ հավատարմագրվում են եւ դա փորձագետը իր անունն է դնում այդ ուրեմն փաստաթուղթը տալուց, նույնիսկ եթե դա աճուրդի տան փորձագետը լինի, մեկը դա իր սեփական ռիսկն է եւ եթե նա սխալ տա, դա իր պատասխանատվությունն է մեր օրենքով Հայաստանի, էլի այդ ուրեմն բայց ստեղ էլ միջազգային այդ կազմակերպությունները իրանք այս իմ ասած մոդելով են աշխատում, այսինքն հիմա դուք ոնց եք պատկերացնում միջազգային ասենք Սոթբինգը այստեղ խաչուկ անի, ինքը պետք է հիմք ընդունի Հայաստանի որևէ բողոքի տված եզրակացություն, այդպես չի աշխատի ինքը իր սեփական ռիսկն է վերցնում եւ գրում ասում այս գործը այս 2-3 կատեգորիաներից մեկն է եւ արդեն գնողը ինքը իր ռիսկով տեսնում է եւ ինքն է որոշում սա արդյոք չգիտեմ Այվազովսկի է թե Այվազովսկի չի ճիշտ եք ասում, բայց Հայաստանում գործունեություն իրականացնելու համար իր փորձագետը պետք է մեր նախարարության կողմից ունենա պետական այդ ստացած, այսպես ասած, թույլտվությունը, որը որ կստանա եւ կաշխատի, ոչ մի խնդիր չկա։ Հետո պարզվեց նկարը դուրս եկավ, պարզվեց չկա, գալիս է այդ հասցեատերն էլ չկա։ Մեր օրենքով այդ տվող մարդն է պատասխանատու։ Որը անհատա եւ չկա, կորավ, ինչ ես անում։ Տվեց մի հատ 10 Այվազովսկիա ծախվեց գնաց, պարզվեց խաբել են այդ մարդուն։ Չէ, բայց դուք ասում եք ինքը ամել աճուրդի տան աշխատողն է ալնելու, այսինքն իրանք իրանց փորձաքննությունն են անելու։ Չէ, ես ասում եմ, այս աշխարհում ոնց է այդ աճուրդների կազմակերպությունները, իրանք որևէ այլ տես փորձագետի այդ թվում պետության կողմից տված լիցենզիա հիմք չեն ընդունում։ Դեստեղ էլ Եվ դա իրանց հեղինակությունն է, ինքը ընդունում է այդ գործը, ինքը նախնական գինը գնահատում, ասում է, ես կանամ նշում է այս շրջանակների գործ ասա։ Եվ գնորդը արդեն ինքը իր ռիսկով ասա ձեռք բերում։ Դե պարոն Գաբրելյան, դա պետք է նայենք արդեն այդ բիզնեսով է իրականացնելու, եւ կարող է ստեղ էլ չընդունել եւ ինքը անպայման պահանջի, որ իր փորձագիտականի թուղթը, եզրակացությունը պետք է լինի, իր ներսի փորձագետների, էլի խնդիր չկա։ Կրկնակիկը փորձաքննի։ Իր համար ավելի լավ, մի հատ էլ ոնց որ հավելալ փաստաթուղթ ամեն դեպքում կլինի այդ տվողի մոտ, բայց ինքը եթե չի վստահում, ինքը իր փորձագետներով թող փորձաքննի նոր դնի աճուրդի։ Հարցը լավ մի քիչ ուրիշ է, տամ ինչ ենք ուզում որ գրած լինի, սա կոնկրետ էս հեղինակի գործն է։ Որտեղ տեսականորեն կարա աշխարհում ոչ միայն Հայաստանի փողակը, այլ նաև տարածաշրջանում ոչ մի փողակի աշխատող չկարողանա որոշի սա Մինասի գործն է, թե չէ։ Դե հիմա մենք հստակ գրել տալիս, հետո որտեղ դա աճուրդով որ վաճառվեց, այդ մարդը գնում է, մենք եղել է դեպքեր վերջի շրջանում մի դեպք։ Մարդիկ գնել են այդ նույն փողակի ստացած թուղթ, հետո տեսել են որ խաբված են դուրս եկել, ներքին կարգով հարցերը լուծել են, գնաց են աղմուկ են հանել, մարդկանց փողը հետ են տվել։ Եթե ես չեմ սխալվում, կա նաև պրակտիկա, որ իրանք կարող կոնկրետ չգրեն դա ումն է, ասեն որ հավանաբար SS կոնկրետ բանին է։ Այո, հասցետ էր, իմ աճուրդի դրված գործը պարտադիր պետքա լինի փորձագետի տված եզրակացություն, ասում եմ, այդ իմ հիմքն ի դրեք։ Դա կարա չլինի, կարա ինքը ներկայացնում է, աճուրդի կազմակերպիչն է դա որոշում, այս շրջանակի է գրում գործը եւ գնորդը արդեն ինքը նայելով գործը ինքը իր ռիսկով է դա գնում եւ հետագայում նաեւ խուսափում ենք լրացուցիչ այդ դատական հայցերից ինքը գիտի որ այս գրածավոր այս շրջանակի գործը է, ինքը նայել է, ինքը գնահատել է, գինը առաջարկել եւ գնել է։ Այդ դեպքում ավելի քիչ է պետության որպես ռիսկը, բայց երբ որ դուք որպես պետություն ասում եք աճուրդի կազմակերպման համար պարտադիր պետք է այս փողակի եզրակացությունը լինի, այդ փողակի աշխատողը կարող վաղը փոխվի, մարդը գնել է հիմք ընդունելով այս, այսինքն ինքը ոչ թե իր ռիսկով է որոշել որ սա իսկապես է հեղինակի գործն է, եկել է ձեր տված թղթին հավատացել է, գնել է, հետո տարիներ ուշտեղ բարձվել է այդ գործը չի։ Բայց մենք չենք ասում որ պարտադիր պետք է լինի, մենք դա չենք դրել որ պարտադիր պայման պետք է լինի։ Տեսեք, մենք դա չենք էլ կարանենք, որովհետև կա ժամանակակից արժեքները, որոնք առհասարակ չի են գնում մշակութային արժեքների չափորոշիչների տակ։ Օրինակ այն բանանը, որ վերջերս սկոչով կպցրած վաճառվեց, ինքը կոպիտ ասած ժամանակակից արվեստի գործեր, նման գործերը կան առհասարակ որևէ թուղթ չունենան եւ ուղղակի դրվեն աճուրդի։ Դա արդեն այդ պայմանագիրը, որ այդ լիցենզիան կկնքվի ոնց որ աճուրդի կազմակերպչի հետ, այդ բոլորը արդեն այնտեղ մենք կարող ենք հետները բանակցել։ Սա նաև ապահովագրենք այդ աճուրդի կազմակերպչին, որովհետև իր հեղինակությունն է, եթե ինքը եկավ գործ դրեց, որը հիմք է ընդունել մեր որևէ փողակի կամ լիցենզավորված մի հատ կազմակերպության գործ, հետո պարզվել է որ այդ գործը չի, այդ աճուրդին այդ ոլորտը չի կանա Հայաստանում։ Չէ, մենք շատ քիչ ինչ նկատում ենք, այդ աճուրդի կազմակերպիչը ինքը պետքա պատասխանատվություն կրի իր մասով,
Որտեղ նա չստացվի, ասի դե ես հիմա մի հատ չգիտեմ ինչ որ, ես ինչանա տվել էր թուղթ, որ սա ես ինչ հեղինակի գործն է, ես դրեցի վաճառեցի, հետո պարզվեց որ այդ ինչ ես ինչանի գործը չի, ինքը ասի դե ես ինչ գործ ունեմ, ամենապետության կողմից լիցենզավորված մարդը տվել էր թուղթը, ես դրեցի ծախեցի սա։ Սա արդեն մի քիչ այդ գործունեության հարցն է, որովհետև մենք իհարկե շատ քիչ ենք սահմանափակելու, այսինքն ազատություն ենք ուզում տանք այդ աշխատանքի համար, բայց տեսեք, եթե աճուրդի կազմակերպիչը դնում է որևէ լոտ եւ ասում է ես ես որևէ թուղթ չունեմ այս արժեքի հետ կապված, բայց սա էլ գինն է եւ եթե ինչ-որ մեկ ուզում է գնի այդ պայմաններով, որևէ խնդիր չկա։ Այլ բան, որ բայց այն գնորդները, որոնք օրինակ ուզում են այդ փաստաթուղթել ունենան, որ ասենք այդ կտավի հետ կոնկրետ իրանց փաստաթղթերն է լինի, ոնց որ իրանց համար սա ավելի ապահով տարբերակ է, էլի, այսինքն իրանք ոնց որ կարող են ասել, ոչ ես օրինակ առանց թղթի որևէ բանի աճուրդի չեմ մասնակցի, որևէ լոտի, որը չունի։ Դա արդեն ոնց որ բիզնեսի աշխատանքային process է։ Ամենից մասը մի հատ է քննարկենք, որտեղ տեսեք, ես մի երկու տենց հեղինակավոր աճուրդների նայել եմ, այնտեղ չի գրած, որ այսինքն իր վրայից չի հայնում այդ պատասխանը, ինքն է հենց գրում։ Ինքը չի կարող հիմք ընդունի, ասի դե ես ինչ երկրի մի հատ փորձագետ տվեց, որ սա ես ինչ մարդու գործն է, ես էլ վերցեցի վաճառեցի։ Չէ, բայց ինքը հավելյալ դրական փաստաթուղթ է, օրինակ, եթե ինքը հիմա Արշիլ Գորկի է վաճառում եւ ունի նաեւ Գորկի ընտանիքի փաստաթուղթը հետը, որ սա Գորկի է, դա բնականաբար շատ ավելի լավ։ Հիմա եթե ինչ-որ մի առարկայելու կամ արժեք է վաճառում են, որ որևէ փաստաթուղթ չունի, բայց ինչ-որ մեկը մասնակցում է այդ աճուրդին, դա էլ այդ գնորդի ռիսկն է։ Եթե իրան տենց հարմար է, մենք չենք սահմանափակելու։ Եվ նաև ասում եմ, կան ժամանակակից աշխատանքներ, որոնք առհասարակ որևէ փաստաթուղթ կարող են չունենալ, բայց նույնպես աճուրդում վաճառում։ Բայց աճուրդի կազմակերպիչը մեկը ինքը պետք է ռիսկը կրի։ Այսինքն եթե անգամ դրա ասած Գորկու ընտանիքը տվել է սա Գորկիա պարզվեց չէ, հետո ես որպես գնորդ այդ աճուրդից եմ գնել։ Ես չպետք է գնամ տեսնեմ որ պոակի, որ աշխատողն է տվել կամ ընտանիքի անդամը։ Ես գնել եմ քեզանից, դու ես պատասխանատու։ Բայց այս արդեն ինչ որ խոսում ենք, դա արդեն այդ լիցենզավորման կարգում մենք պետք է արտացոլենք, որ եթե օրինակ ինքը որևէ կետ խախտում է, այս մեր ասացներից, ինքը այդ ժամանակ գործունեության լիցենզիայից զրկվում է եւ Ոստեղ այդքան խախտելու խնդիր չի։ օրենքի level-ի չի։ Այդքան խախտելու խնդիր չի։ Ես գնորդ եմ, ես գնել եմ աճուրդից։ Եվ հետո ես որ պարզեցի, որ ինչ որ կեղծ բան եմ գնել, ես չպետք է գնամ այդ աճուրդից իմանամ ինքը որտեղից էր թուղթը վերցել, հետո գնամ այդ թուղթ պարզեմ այդ պոակի աշխատողներ դեկրետա գնացել կամ այլևս չի աշխատում, գնամ կրակի մեջ։ Ումից ես գնել եմ, ես իրան ինքը պետք է, այսինքն ես իրանից եմ գնել, եթե դու նշել ես այս շրջանը, ուրեմն ես եմ գնորդը, դու էլ վաճառողն ես, որտեղ մեր այս օրենքով այդ աճուրդի կազմակերպիչը ինքը վաճառողն է, չէ՞, հանդես գալիս։ Հետևաբար ինքը պետք է իմ հանդեպ պատասխանատվություն կրի, ոչ թե եզրակացություն տվողը։ Հա, բայց ինքը պետք է պատասխանատվություն կրի։ Այդպես տնենք։ Հա, որտեղ ասում կա օրենք, մի հատ ունենք Կոմիտասի վրա, չէ՞, տենց փորձագիտական։ Ես գիտեմ, որ տենց կա, որ ասում 3 տարի առաջ տվել է այս գործն է, հետո նորից արտահանման կամ բանի համար տվել է, որ այդ գործը չի, այդ մարդը ինչ անի։ Բայց ամեն դեպքում եթե տենց դեպք կա, մի հատ քննարկենք էլի։ Չէ, ես ինչի հարցից, որ դուք ասեք ապահովագրական ինստիտուտ ենք դնում, այսինքն եթե ես հիմա թուղթ ստացա, որ սա այս ինչ հեղինակի գործն է այդ փոակից, վաղը պարզվեց, որ այդ մեկ այլ փոակ ասեց չէ, իր գործը չի։ Սխալա տվե, հետո ապահովագրական ձեզ կհատուցի։ Բայց ապահովագրականները կմտնեն դրա տակ, հա։ Դե հիմա ունենք արդեն նախնական մշակված տարբերակ։ Լավ, ես այլ հարցեր ունեմ, բայց հետո մնացածը կասեմ, համեցեք Տիկին Գալստյան։ Պարոն Քոչարյան, բոլորովին չեմ առարկում այս օրենքը ունենալու եւ ոլորտը կարգի բերելու, կանոնավորելու անհրաժեշտությունը, բացարձակապես ոչ։ Բայց ես ունեմ շատ ավելի լուրջ դիտողություն, որը առաջին անգամ չի, որ ես բարձրաձայնում եմ, խոսքը վերաբերում է կոնկրետ նախագծի հասունության աստիճանին, այսքան այն հանգամանքը, որ որոտը կարգավորելու անհրաժեշտությունը մեկ կարևոր առաջադրանք, կամ մեկ այլ կարևոր բան ազգային ժողով բերել մի նախագիծ, որը բավարար հասունություն ունենա։ Տեսեք, ես թռուցիկ ընդհանրապես 2 վայրկյանում նայեցի հիմնավորումը, որը նախագծի փաթեթի անբաժանելի մասն է կազմում, մի 17 սխալ մենակ ներողություն ասենք, թե բավական լուրջ սխալներ, որոնք այստեղ հասնելու ուղղակի իրավունք պիտի չունենային։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցերին բացարձակ եւ բացառիկ ուշադրություն դարձնենք։ Բայց հիմա շատ ավելի բովանդակային, ինչը վերաբերում է բուն այս նախագծին,
Բնականաբար կարդացել եմ եւ անտարբեր չեմ հատկապես այս ոլորտի նախագծերին եւ նաեւ կարդացել եմ եզրակացությունը, որը տվել է ազգային ժողովի իրավական վարչությունը։ Ցավոք սրտի այս փաթեթում ընդամենը մեկ եզրակացություն է ներառված, որը ասում է, որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ավելացում կամ պակասեցում բյուջեի վրա բեռ չի անում, բայց այն կարևոր եզրակացությունն է իրավական վարչության իրավական վերլուծությունը, որը 20-ից ավելի շատ լրջագույն, 20-ից ավելի լրջագույն ուրեմն թերություններ է այստեղ գտել, որոնք բնականաբար իմ աչքից էլ չեն վրիպել, նույն բովանդակությունը տարբեր բառերով ձևակերպելու, նույն հասկացությունը տարբեր բառապաշարով ձևակերպելու, իրավական լուրջ խոցելիությունների, ասենք թե աճուրդային գործունեության չափանիշներ չսահմանելու, աճուրդի կանոնակարգ եւ աճուրդի կազմակերպական կանոնակարգ, այսինքն հղացումը ընտիրա, բայց տնային աշխատանքը անընդունելի։ Ես ուղղակի պիտի առաջարկեմ, որ մենք հետաձգենք այս նախագիծը, այն բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, որոնք մի մասը նաև այստեղ հնչեցին, նաև պատասխանատվությանը հակառակ, որ այստեղ հիմնավորման մեջ ասում է, որ նախատեսվում է նաև ընթացակարգերի խախտման համար միջոցառումների շրջանակում ամրագրելու վարչական պատասխանատվություն, կարծում այդ մասն էլ է բաց մնում։ Ես ուղղակի առաջարկում եմ աշխատանքային կարգով սա մինչև 2 ամիս հետաձգենք, միգուցե ավելի արագ, առաջիկա 21 ամսվա ժամանակահատվածում դուք հաշվի առնեք թե իրավական վարչության վերլուծությունը եւ ձեր իրավական վարչությունը, որը պիտի այս մակարդակով չտար ձեզ, որ դուք բերեիք։ Ուղղակի ձեզ, այսպես ասած, վատ անհարմար վիճակի մեջ դնելու ավանդույթը չունենանք, էլի։ Սա ուղղակի հում նախագիծ է, վատ տնային աշխատանք, որը ես կարծում եմ այս մակարդակով այստեղ չպիտի հասներ։ Ես պատրաստ եմ օգնեմ, աջակցեմ, բարելավենք, ունենանք օրենքը, բայց այս մակարդակով մտնի լիագումար, ես ընդունելի չեմ համարում եւ առաջարկում եմ հետաձգել։ Շնորհակալություն։ Կարելի է, պարոն Գաբրելյան։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, ճիշտն ասած ձեր ասածներից մենակ մի կետի հետ կարող եմ համաձայնվել, որ իհարկե աշխատանքային կան որոշ սրբագրելու բաներ, որոնք որ չենք հասցրի անել, ինչ վերաբերվում է իր բովանդակությանը, բնականաբար միջև ազգային ժողով հասնելը դա քննարկվել է մեր պետական այլ կառույցների հետ շրջանառվել է եւ թե արտահայտության նախարարության, թե բազմաթիվ անգամ քննարկվել է կոմիտեում, ուրեմն բովանդակության հետ կապված իհարկե ստացել ենք նաեւ ձեր իրավական վարչության ուրեմն դիտարկումները, որոնցից մեծ մասը չեն ընդունվել, որոնք էլ որ ընդունվել են, մենք խմբագրել ենք եւ ինչ վերաբերում է պատասխանատվություններին, ես մի քիչ առաջ անդրադարձա, որ քանի որ գործունեությունը լիցենզավորված է լինելու, կա լիցենզավորման կարգ, որտեղ որ բոլոր պատասխանատվությունները այնտեղ են արտացոլվել, իսկ օրենքը պետք է լինի թեթև, որպեսզի որևէ միջազգային կազմակերպություն կամ որևէ կազմակերպություն, որ ուզենա այս գործունեությամբ զբաղվել, հավելյալ խոչընդոտների չբախվի հենց ամենասկզբից։ Մենք կաշխատենք, եթե կտեսնենք արդեն ունենք կազմակերպություն, ունենք գործունեություն եւ կան ակնհայտ բացեր, անպայման կբերենք եւ օրենքում համապատասխան փոփոխությունները փորձից ելնելով կանենք։ Շնորհակալություն։ Հարգելի պարոն Քոչարյան, կարող եմ նաև ասել սիրելի, որտեղ մենք վատ չենք աշխատում, բայց օրենքը ոչ թե պիտի թեթև լինի, այլ իրավական որոշակիության սահմաններում լինի։ Թեթևը, տեղին չէր, այս կոնտեքստում թեթևը կիրառելը, ես էլ եմ համաձայն որոշակիություն, միջազգային օրենքներին քիչ թե շատ ծանոթ եմ եւ միշտ նախանձով եմ նայում, թե ոնց կարող է մի ամբողջ լրջագույն ռեզոլյուցիա լինի 4-5 պարբերությունից ընդամենը բաղկացած, այդ իմաստով դա իրավական որոշակիությունն է, որպեսզի տարընթերցումների, տարբեր մեկնաբանությունների դուռ չբացի։ Եվ տեսեք, քիչ առաջ նախկին օրենքում մենք վերեցինք այսպես հայեցի նպատակադրումով արգելոցը դարձրեցինք ինչ հնավայր, այս մեկ տեքստում էլ գալերիստ, էլ արտ մենեջմենտ, էլ էքսպերիմենտ հայեցի դարձրեք, մեր ոսկեղենիկը այդ բոլոր հնարավորությունները տալիս է, օրենքի անընդունելի է, սա ոչ միայն հայերենի մեկնակետից է իմ վրդովմունքը կամ առարկությունը, այլև իրավական որոշակիությունը օրենսդրական գործունեության ուղղակի այբուբենն է, ես ուղղակի իմ առաջարկը ոչ թե մերժումն է, այլ
բարե կարգելը, բարե լավելը, իրավական հանդերձանքի բերելը, ոչ թե թեթևության մասին է խոսքը, ընդ որում իրավական վարչությունը, որին ես հարգում եմ, եւ դա մի ինստիտուտ է ազգային ժողովի մեջ, որը հենց զբաղվում է այս պրոֆեսիոնալ գործունեությամբ։ Իրենց վերջին եզրակացությունը իրավական անորոշությունն էր, որը այս համատեքստում խնդիրներ առաջացնելու այսպես սպառնալիք եւ վտանգ է պարունակում։ Եվ ես չեմ կարծում, որ մենք այտենց առանձնակի շտապելու խնդիր ունենք, մենք կարող ենք մի 20 օրով մինչև 2 սակաժի կանոնակարգը նախատեսում, բայց մի 20 օր հետաձգենք աշխատանքային կարգով անխոցելի, հնարավորինս անխոցելի դարձնենք։ Ուղղակի ես չեմ ընդունում, որտեղ նաև իմ օրենսդրական արժանապատվությունն է վիրավորում, այս հումությամբ նախագծերը խորհրդարան չբերել, դա դες չի վերաբերում մենակ նկատի չունեմ ԿԳՄՍ նախարարությունը, առհասարակ կառավարությունը ազգային ժողովի հետ պիտի աշխատի օրենսդրական պատշաճ մի մակարդակով, որ այս նյութերը ազգային ժողովի հասնելու, նախագծերը ազգային ժողով հասնելու որոշակի պատշաճության եւ ընդունելության մեջ լինեն։ Ես չեմ մերժում սրա կարևորությունը, բայց ասում եմ, այս կարծեմ երրորդ անգամ ենք այս մասին խոսում, մեծ ամբիոնից եմ այս մասին ասել, որպես հին հնաբնակ, քաղաքական հնաբնակ, հին խորհրդարանական, սա անընդունելի է, այս չափանիշները անընդունելի են։ Այս մոտեցումը։ Շնորհակալություն Տիկին Գալստյան, իհարկե քանի որ այս գործունեությունը ինքը բավականին միջազգային է եւ դրա համար էլ կան որոշակի միջազգային տերմիններ, բայց ընդունում եմ ձեր դիտողությունը, եկեք մենք ունենանք ժամանակ ունենք առաջինից երկրորդ ընթերցում, եկեք այդ ընթացքում մենք այն բառերը, որոնք որ հնարավոր է չօգտագործել միջազգային եւ օգտագործել տեղականները, փոխենք այդ ճանապարհով գնանք, բայց բովանդակության հետ կապված ես ձեզ վստահեցնում եմ, որևէ խնդիր չկա եւ բավականին հստակ է։ Շնորհակալություն։ Քոչյան, բայց որպես շարունակություն էլի, ես հիմա երկու բան ասեմ, էլի։ Հիմա տեսեք, կա մշակութային աճուրդ հասկացություն, կա աճուրդային գործունեություն հասկացություն եւ կա մշակութային աճուրդի կազմակերպիչ։ Հիմա կուզենամ հասկանալ սրանցից որ մեկն է լիցենզավորվում։ Ոչ միտեղ չգտա հասկացությունների մեջ, թե հիմա աճուրդային գործունեությունն է լիցենզավորվում, թե օրինակ մշակութային աճուրդի կազմակերպչի գործունեությունն է լիցենզավորվում։ Աճուրդային գործունեությունը լիցենզավորվում է։ Այդ դեպքում պետք է գրվի, օրինակ չգիտեմ։ Հասկացությունների մեջ Աճուրդային գործունեություն։ լիազորող նորմը գրված է։ Բովանդակությունը տարբեր կետերի կա, կարգավորող մտքերը կան, Այդ Աճուրդային գործունեությունը ինչով է տարբերվում մշակութային աճուրդի կազմակերպչի գործունեությունից։ Կամ ընդհանրապես մշակութային աճուրդային գործունեությունը մշակութային աճուրդից ինչով է տարբերվում։ մշակութային աճուրդ հասկացությունն է այդտեղ ենթադրում եմ այդ մասնակցնան, որ ասեք որտեղ կասեմ։ Հոդված 3 առաջին մասի երկրորդ կես հասկացությունների մեջ մշակութային աճուրդ, անգլիական դասական սակարկությունների ձև, այսուհետ մշակութային աճուրդ, որի ընթացքում հաղթող է ճանաչում այն մասնակիցը, որն մշակույթի արժեքների մշակութային նշանակության առաքանի համար առաջարկել է առավել բարձր գին։ Հետո աճուրդային գործունեություն, մշակութային արժեքների մշակութային նշանակության առաքանի աճուրդների կազմակերպելու լիազորություններով օժտված մասնակցված ձեռնարկատիրական գործունեություն, որն ուղղված է սույն օրենքով սահմանված ծառայությունը։ Ես այս երկուսի տարբերությունը չկարողացա հասկանալ, էլի։ Մշակութային աճուրդ եւ աճուրդային գործունեություն։ Երկու աճուրդի կանոնակարգ եւ աճուրդի կազմակերպման կանոնակարգ։ Երկու էջի վրա նույն բովանդակությունը տարբեր ձևակերպում։ Ինչ։ Ուտես թե վերաբերում ամեն ինչի կարելի ուղղակի չի։ Չէ, ինքը շատ լավ բան է, բայց այնպես անենք, որ այս ինստիտուտը կայանա, էլի, որտեվ այս անորոշությունները կբերնան, որ ձեր ասած մեկը հրապարակային է, չեմ ուզում շատ այլ ոլորտի ասեմ, մենք ունենք մի ոլորտ, որտեղ կարողանում ես սովորական տուրքը մուծես եւ օրինակ աշխարհի ամենաթանկարժեք մետաղներից մեկի բանը որոշել թե ինչ հարկի է, դրա համար Հայաստանում ինքը տենց ոնց որ համարվում է, որ դե լավ ինչ ասեք գրենք, պետք է գրենք, լավ էսքան ասում ասեցի, էլ ասեմ, պետք է գրենք բան 999 պրոբի ոսկի է։ Դրա համար էլ ինքը տենց որ զբոսաշրջիկները գալիս են, իրանք սկսում են արդեն չվստահել։
կոտված պրոբին, որտեղ գիտի, որ ցանկացած մեկը վիզանց գնում է ստանում է այդ լիցենզիան եւ խփում է ինչ ուզում է։ Այդ դեպքում պարոն Գաբրելյան, ձեր թույլտվությամբ, քանի որ օրենքի ընդունումից նախատեսվում է 6 ամիս հետո իր ուժի մեջ մտնելը, որպեսզի ուղղակի հետո էլ արձակուրդը ազգային ժողովը գնում ենք ժամանակ չկորցնենք, եկեք մենք հիմա ընդունենք եւ առաջինից երկրորդ բոլոր այս հարցերը Տիկին Գալստյանի հետ էլ իրանք տենց ֆունդամենտալ չեն, էլի, այսինքն նստենք բոլորը սրբագրենք, խնդիր չկա։ Ну, ինձ թվում է հակառակը ֆունդամենտալ այդպես փոփոխություններ են, բայց քանի որ հնարավորությունը մեկային ժամանակ կա առաջին երկրորդ, այսինքն եկեք այդ ժամանակ ես ձեզ խոստանում եմ, եթե չփոխվի 2 ամսով կհետացկենք, որտեվ իսկապես չհասկացա մշակութային աճուրդի տարբերությունը աճուրդային գործունեությանից ինչով է տարբերվում, էլի։ Ինքը ինձ թվում է նույն բանը պետք է լինի, ու մեկ էլ մշակութային աճուրդի կազմակերպիչ կներեք, բայց շատ անհասկանալի ձևակերպումը։ Ասում եմ մշակութային աճուրդի կազմակերպիչ, բութ իրավունքների տիրապետող աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկող, ինչ իրավունքներ տիրապետող, հետո այսինքն ինչ որ բան է, որ պետք է հասկանանք, էլ ինչ իրավունքներ։ Մշակույթի աճուրդի կազմակերպիչ, գուցե այս կազմակերպիչ ես կարամ առանց լիցենզիայի մշակութային աճուրդի կազմակերպիչ լինեմ։ Հետևաբար ստացվում է, որ ես մի հատ մշակույթի աճուրդի կազմակերպչի լիցենզիա պետք է ստանամ, մի հատ էլ մշակութային աճուրդի գործունեության լիցենզիա պետք է ստանամ։ Այդ ցենց հստակեցումներ կա, պետք է դա մի լիցենզիա է, երկու լիցենզիա է։ Եթե մի լիցենզիա է, ուրեմն հասկացություններն է պետք է կա դրան, էլի, հասկացաք, որտեղ հետո որ գա այդ պատասխանատվության իմ ասած բանը, դուք պետք է հասկանանք իրան որպես մշակութային աճուրդի կազմակերպիչային կխախտել, թե մշակութային գործունեություն, թե ընդհանրապես աճուրդային գործունեության պահանջներն է խախտել, էլի։ Այստեղ ինձ թվում է շատ մեծ անելիք կա, էլի, աճուրդավար կա։ Կարծում կա որոշները իրոք նաև կարողանանք հիմնավորենք ինչի է, էլի, այսինքն եթե համաձայնվեք առաջինից երկրորդ ընթացքում աշխատենք իրար հետ Երկաթիվական գործունեություն, մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առաքանի աճուրդը։ Լավ, բայց համեցեք դիքեն գալիս։ Դուք կարգավորում եք մի ոլորտ, որը ինչ որ մասնակի կամ ստվերային ինչ այս կամ այն կերպ կա։ Ինչ ում հետ քննարկվել է սա շահագրգիռների հետ, ովքեր են նրանք, ինչ առաջարկում, որտեղ ես նայեցի, որ նախաձեռնությունը նախագիծը մշակվել է ԿԳԲՍ տիրույթում, եւ ես ճիշտ ասած ասացիք, որ սա արտադատության նախարարություն, հա, անցել է սա։ Բոլոր սահմանված կարգով, բոլոր ձևով շրջանառվել է։ Ոնց կարել լավ, հələ մտածեմ, թե այս ոչ ոլորտային նախարարությունն է, իրավական փաստաթղթերից աշխատելու որոշ թերատնալու բան պիտի ունենա, բայց ոնց կարող արտադատության նախարարությունում այս որակի իրավական չտեքստը դրական եզրակացությամբ կհասնի այստեղ, որ ես էլ ձեզ քննադատեմ, որ այնքան էլ շատ չեմ ուզում ձեզ քննադատեմ, բայց ուղղակի նորմալ է, դրա համար մենք նաև ազգային ժողովը ունի իրավական հատուկ բաժին։ Պաշտպանվելու տեղ չեք թողնում։ Պարոն Քոչյան, եթե թույլ տաք որպես շարունակություն էլ, օրինակ ասում ենք մշակութային աճուրդ հասկացություն ու երրորդ բառից սկսած սուբյեկտը փոխվում է, ասում մշակութային աճուրդ։ Դուք հասկանում ենք դա որպես երևույթի մասին, չէ՞, պետք է նկարագրություն տանք։ Ասում մշակութային աճուրդը այն ընթացակարգն է, որի ընթացքում հաղթողը ճանաչվել է այն մասնակիցը, ով ավելի բարձր գին է տվել, բայց դա արդեն մշակութային աճուրդի գործունեությանը չէ վերաբերում, դա վերաբերում է արդեն աճուրդի գործունեության ընթացքում թե ով է ինչ ոնց հաղթել է, այսինքն նույն հասկացությունը գրած է մշակութային աճուրդ, անգլիական դասական սակարկության ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչում այն մասնակիցը, որը առարկաների համար առաջարկել է առավել բարձր գին։ Հասկացաք ինչ, այսինքն սա ոչ թե աճուրդին է վերաբերում, այլ գնորդին է վերաբերում, մասնակցին է վերաբերում, ոչ թե էլի։ Հետո որ արդեն գալիս է աճուրդի գործունեություն, այստեղ կարող է տեղավորվել աճուրդի գործունեություն հասկացության մեջ, եթե այն գործունեությունն է, որի ընթացքում հաղթող է ճանաչում ամենաբարձր գին առաջարկածը։ Ու կազմակերպչի դեպքում էլ ասում եմ, քիչ շատ անհասկանալի էր իրավունքների տիրապետող այդքան բան է գրած։ Որտեղ ստորակետից հետո արդեն ըստ մեր օրենսդրությամբ միտքը ավարտվում է, էլի։ Մշակութային աճուրդի կազմակերպիչ իրավունքների տիրապետող անձ։ Okay, բոլորս էլ իրավունքների են տիրապետում, դրա հետ մեկտեղ գուցե նաև իրավունքներ եւ պարտականություններ կրող լիցենզավորված գործունեության տեսակ էլի։ Լիցենզավորման պահանջը ինչքան գիտեմ միշտ գրում են, չէ՞, եթե դա լիցենզա, եթե մենք դրա համար ասում, եթե այս 3 լիցենզիաները տարբեր լիցենզիաներ են,
կամ եթե անգամ մի լիցենզիա պետք է հասկացության մեջ գրվի, որ ինքը լիցենզավորված գործունեության տեսակ է։ Որ հետո նոր լիցենզիայի մասին օրենքում գրենք այս օրենքի համապատասխան գործունեություն են։ Չէ, չկա գրած լիցենզավորված։ Օրինակ կազմակերպչի դեպքում չկա, ասում գրած է մշակութային աճուրդի կազմակերպիչ, իրավունքների տիրապետող, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկող, ինչպես Չէ, եթե դուք ասում եք մշակութային աճուրդի կազմակերպիչը պետք է լիցենզավորված անձ լինի, որոնք պետք է գրենք, որ ինքը լիցենզավորված գործ։ Այդ էլ չկա գրած էլի։ Աճուրդային գործունեություն, մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների աճուրդներ կազմակերպելու լիազորությունները ոչ թված մասնագիտացված ձեռնարկատիրական գործունեություն։ Հստակեցնենք, էլի գրենք, որ լիցենզավորված գործունեություն ասա։ Շատ լավ, մեկ էլ այն իմ ասածը մի հատ հասկանանք, էլի, այսինքն ես ինչքան գիտեմ, հիմա օրինակ նույն Սարյանի դեպքում մի հոգի է Հայաստանում, չէ, որոշում դա Սարյանա թե չէ։ Այս ժառանգներից թորնուհին է հիմա որոշում Սարյանա թե չէ։ Իմ ասածն էլ է այդ է ասում, այսինքն մի ձեր փորձագիտական կառույց կարող է տա, որ իր գործն է, հետո իր ազգականը ասի, չէ, իր գործը չի։ Ուստեղ սենց շատ դեպք, ես այդ հայտնի ինչի շատ է լինում, էլի, եւ հիմա այդ մարդը, որը որ գնել է այդ նկարը, ինքը չգիտի ում հավատա, այդ թորնուն հավատա կամ ազգականին, չգիտեմ, էլի, կոնկրետ ներողություն խնդրում սենց նույնականացնում եմ։ Դե հիմա չի գրում, այդ եմ ասում, որում իսկ ունեցել են գետ մեկ դեպք, որ օրինակ ուր է հասել դրանք։ Հասկանում։ Շատ լավ։ Ես ուղղակի կառաջարկեմ իսկապես այս մասը քննարկենք։ Տիկին Գալստյան, որպեսզի չգնա այն մյուս հոկտեմբեր, նոյեմբերին գնի։ Ես եթե առնվազն այս մեր առաջարկած ձևով փորձենք այս 1 ամիսը օգտագործել, բայց 2 ամիս մեկը կհետաձգենք, էլի, որ ձեր ասած 3, այսինքն սեպտեմբերի մեկը չի, այսինքն այսպես թե այնպես մեզ մնացել է մի քառորյա։ Սա եթե մտնում է հիմա օրակարգ, հունիսի, երկրորդ ընթերցումը միևնույնն է մնում է սեպտեմբերի 20-ին, այսինքն դե նկատի ունեմ, բայց որ հիմա հանի ձեր ասած, ստացվել է, որ ինքը գնա մի հատ կընկնի այն սեպտեմբերը չի ընկնի այն մյուսին, այսինքն մեկը 4 ամիս ունենք, եկեք ես ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Ես գիտեմ, պարոն Քոչարյանը շատ մարդկանց հետ է հանդիպել, այդ մարդիկ նաև առանձին ազգային ժողով են գրել, դրա համար ես որոշ բաներ ասում եմ, այնպես չի, որ ես ոլորտի գիտակ է, էլի, տենց copy paste արած, տենց ասում են այն մտահոգությունները, որ մարդիկ ունեն։ Դնենք հստակեցում լինի, էլի։ Այսինքն այդ հիմնական բանը այն էր, որ աճուրդի կազմակերպիչը ինքը պետք է պատասխանատվություն կրի, այլ ոչ թե ինքը հղում անի որևէ փորձագետի տված։ Ինքը թող գրի, որ այսինչ շրջանակի գործ է։ Քնորդ արդեն նայելով նկարը, ինքն էլ է կրում այդ սեփական ռիսկը, արդյոք սա դա է, թե դա չի։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, համեցեք, պարոն Բաբյան։ Բիդը ինչ էր։ Բայց այդտեղ մի հատ հարց կա, որ քանի որ ինքը
Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ։ Ես հարակից եմ ոչինչ։ Ավելացնելու բան ունեք, դեպի Ղազան համեցեք։ բան ունեմ։ Ես ընթացակարգի հետ կապված առաջարկ ունեմ, քանի որ ճիշտ է մշակութային ոլորտի օրենսդրությունը, բայց ինչքան հասկանում եմ եւ ինչքան ընթերցել եմ ու ինչքան քննարկումից եզրակացրի, շատ իրավական հարցեր կան, որոնց մենք այստեղ չենք կարողանում պատասխանել այնուամենայնիվ, եւ քանի որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, ես առաջարկում եմ, եթե դեռ չի եղել նիստը կամ եթե եղել է, խնդրենք մեր գործընկերներին, պետաիրավական երկրորդ հարակից լինի եւ իրավական կողմը քննարկեն հարցի եւ գուցե ավելի օգտակար լինի։ Այդ հնարավորություն կանոնակարգը տալիս է, որ երկու հանձնաժողովի հարակից ունենա մի նախագիծը, կարող է այնտեղ ավելի արդյունավետ լինի այս իրավական մասի, պատիժների, պատասխանատվության եւ այլն հարցում։ Գալսան, ես առաջարկում եմ, ես էլ ձեր հետ միասին, այս մասով նաև վստահ եմ պարոն Քոչարյանը իր ելույթում կասի, որ այո, այս ինչերը կան, բոլորը արձանագրել են, բայց ոնց որ սա հիմք ընդունելով, որտեվ ամեն դեպքում մեծ ծավալի աշխատանք է կատարված, այդ ամբողջ կառուցվածքը օրենքի ստեղծված է եւ դրա վրա հիմք ընդունելով ես էլ ձեզ հրապարակային ասում եմ, որ այո, մինչև սեպտեմբեր սա ընդունվելը մենք մի հատ հանդիպում կանենք այս ոլորտի մասնագետների հետ, փորձագետների հետ։ Գիտեմ նաև, որ ԿԳՄՍ-ն այլ ծրագրի շրջանակներում նույն ակադեմիական քաղաքի, օրինակ տենց արվեստի տարբեր հաստատությունների հետ ունեք կնքած պայմանագրեր, իրանցից էլ էս ընթացքում խնդրեմ օրինակ նույն Լոնդոնի, եթե չեմ սխալվում, հա, արվեստների։ Հա, շատ լավ։ Այս 3-4 ամիսը խնդրում եմ օգտագործենք, իրանցից ոնց որ լավագույն ձևակերպումները փորձը ստանանք։ Դե մենք մի հատ ազգային ժողովում կանենք։ Դուք էլ մեր բոլորիս մասնակցությամբ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հետևաբար քվեարկության է դրվում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին օրենքում դրացումներ փոփոխություններ կատարելու մասին հարցը ովքեր են կողմ երկու ձեռն պա։ Շնորհակալ եմ։ Հա, երկու դեմ խնդրում եմ արձանագրել։ Եվ հարցը ներառենք առաջիկա նիստերի օրակարգում ովքեր են կողմ։ Գալիս, հենց հիշում եմ համետ էկրաններ դրած, համել տպում տալիս էին։ Հենց հին էկրաններ հիշում եք, հազիվ էր աշխատում, բայց բայց մեզ բաժանել են, ինչ, ինքը ստեղնաշարով պետք է լինի, որ կարող պրակտիկ լինի։ Հեսա հաջորդ տարվա բյուջեն որ գաք, խնդրեմ առաջարկ ներկայացնեք ֆինանսների նախարարությանը, մեր ենթակառուցվածքները եւ տեխնիկան թարմացնելու Տիկին Գալստյան։ Հաջորդ հարցը օրակարգի մենք ունենք երկրորդ ընթերցումներով երկու հարց։ Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքն է։ Հիմնական զեկուցողն է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, հարակից զեկուցող վարչապետն Արմենուի Ղազարյան։ Հիմա դուք համեցեք, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալություն հանձնաժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, ինչպես նշվեց, ձեր քննարկման եմ ներկայացնում ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը։ Նախագծերի փաթեթի նպատակը կրթության բնագավառում տեսչական վերահսկողության համապարփակ կարգավորումն է։ Ըստ այդմ
սահմանվում են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության շրջանակը, նպատակներն ու խնդիրները, մանրամասն կարգավորվում են կրթության տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները եւ վերահսկողական գործիքակազմը։ Նախագծերի փաթեթն առաջինից երկրորդ ընթացքում մանրամասն քննարկվել է ներկա հանձնաժողովի եւ լիազոր նախարարության հետ, որի արդյունքում փաթեթը լրամշակվել է։ Մասնավորապես, տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները ներկայացվել են ավելի հստակ եւ թիրախային, ըստ հանրակրթության ու նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության ոլորտների։ Այժմ հնարավորինս հակիրճ ձեզ ներկայացնեմ բովանդակային ուղղվածության կատարված փոփոխություններ։ Առաջինը օրենքի կարգավորման առարկան վերաշարադրվել է, արդյունքում տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները՝ հանրակրթություն, արտադպրոցական, մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթություն սահմանվել են հենց կարգավորման առարկայի մեջ։ Երկրորդը, նախագծի երրորդ հոդվածում փոփոխվել է վերահսկող սուբյեկտներ հասկացությունը։ Վերաձևակերպվել են կրթության բնագավառի տեսչական վերահսկողության նպատակներն ու խնդիրները, առավել շեշտադրվել է սովորողների կրթության իրավունքի, կրթության հասանելիության եւ կրթության կրթական ծրագրերի յուրացման հնարավորությունների ապահովումը։ Տեսչական մարմնի լիազորությունները վերաշարադրվել են ըստ կրթության բնագավառի առանձին ոլորտների, ըստ այդմ առանձին սահմանվել են տեսչական մարմնի այն լիազորությունները, որոնք վերջինս իրականացնում են բոլոր ոլորտներում։ Այն է լիցենզիայի պայմանների եւ պահանջների, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների հավաստության նկատմամբ վերահսկողությունը, հաշվետվությունների ուսումնասիրությունն ու վերլուծությունը, կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ իրազեկման եւ բացատրական աշխատանքների իրականացումը եւ այլն։ Այնուհետև հնարավորինս մանրամասն ու ամբողջական սահմանվել են նաեւ տեսչական մարմնի վերահսկողության ուղղությունները, մասնավորապես հանրակրթության, այդ թվում նախադպրոցական կրթության, նախադպրոցական ծառայությունների եւ արտադպրոցական կրթության նկատմամբ եւ մասնագիտական կրթության նկատմամբ։ Լրացվել է կարգավորում առ այն, որ վերահսկողության շրջանակում անհրաժեշտ տեսչական մարմնին հասանելի թվային համակարգերում առկա տեղեկատվությունները կամ տվյալները ձեռք են բերվելու բացառապես այդ համակարգերի միջոցով առանց վերահսկող սուբյեկտի մոտ այցելության։ Վերահսկողական գործիքներից տեսչավորման եւ դիտարկման կարգը սահմանվող հոդվածները կառուցվածքի տրամաբանության առումով միասնականացվել են եւ կրթության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին եւ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքում եւս կատարվել են լրացումներ։ Ամփոփելով ելույթը, խնդրում եմ ներկայացված փոփոխությունների հաշվառմամբ նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնել դրական դիրքորոշում, հարցն ընդգրկելով առաջիկա նիստի օրակարգ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք պարոն Մարտիրոսյան, շնորհակալ ենք նաև այս առաջին երկրորդ ընթերցում կատարած մեծածավալ աշխատանքի փոփոխությունների նախարարության մեր գործընկերների եւ արժեփորձագիտական խմբի հետ աշխատելու համար հարցեր ունեք, համեցեք։ Հարգելի պարոն Գաբրիելյան, հարգելի գործընկերներ, մենք իհարկե բնականաբար նշվեց արդեն, որ համատեղ աշխատանք բավական մեծ ծավալի իրականացրել ենք եւ նախագիծը բավական փոփոխության է ենթարկվել առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում անցնելու ժամանակաշրջանում, բայց այնուամենայնիվ մեծ մտահոգող ձևակերպումներ այս պահին ներկայացված նախագծում դեռևս առկա են։ Մենք մի քանի անգամ խոսել ենք վերահսկվող սուբյեկտ հասկացության ձևակերպման մասին եւ ներկայացված նախագծով ձևակերպումը գրեթե արտացոլում է սկզբնական տարբերակում առաջարկված ձևակերպումը, որին մենք սկզբունքորեն դեմ ենք, որովհետեւ մեզ համար ընդունելի է բնականաբար եւ մենք ինքներս էլ որոշակի ոլորտներ առաջարկել ենք, որ ընդգրկվի վերահսկման դաշտ, սակայն հիմա հասկացությունը կուզեմ կարդալ եւ այդ վերջի հատվածին ձեր ուշադրությունը խնդրել սևեռել վերահսկվող սուբյեկտ սույն օրենքով սահմանված կրթության բնագավառի ուսումնական հաստատություն կամ այդ բնագավառում կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, սույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ վերահսկողության ընթացքում վերահսկողության առարկային փոխկապակցված պատասխանատու կազմակերպություն։ Այս փոխկապակցված պատասխանատու կազմակերպությունը կարող է լինել տարբեր կազմակերպություններ, ինչպիսիք օրինակ գնահատման թեստավորման կենտրոնը, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնը, հանրապետական մանկավարժահոգեբանականը, կտակը եւ այլն, ինչին մենք առաջարկում ենք, որ ձևակերպումը այնպիսին լինի, որ ցույց տա, եթե
փոխարկման գործընթացի շրջանակում այս կառույցներից տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն կա, ապա իրենք փոխանցեն անհրաժեշտ տեղեկատվությունը, բայց այս կառույցներին չենք կարող դիտարկել որպես վերահսկող սուբյեկտներ։ Սրա մասին մենք նախագծի հենց սկզբից խոսել ենք, բայց ձևակերպումը կարծես չի փոխվել։ Շատ լավ, իմ մոտ ամեն դեպքում համապատերտում տված է բոլոր առաջարկները ընդունվել են, չգիտեմ դա ոնց է Վերջին նախագիծն Այսօրվա դրությամբ արդեն այո տիկին Սևաջան փոփոխության է ենթարկվել ու ձեր ասած տարբերակը ամբողջությամբ ընդունվել է։ Սա երեկվա մեր ստացած ձևակերպումն ենք։ Այսօրվա մասին է խոսքը։ Ես չէի ուզում եի հասկանալ ինչի այդ կառույցներին չի կարելի վերահսկել։ Այդ Ներողություն եմ խնդրում, բայց այս ձևակերպմամբ ես նույն ձևակերպումը կարդացի, կարծես թե։ Այս ձևակերպմամբ ենթադրվում է, որ բոլոր իմ նշված կառույցները կհանդիսանան վերահսկվող սուբյեկտ, այնինչ իրենք կարող են ընդամենը վերահսկողության շրջանակում տեղեկատվություն փոխանցող օբյեկտ հանդիսանալ, ոչ թե վերահսկվող սուբյեկտ։ Ճիշտ ասած չգիտեմ, ԱԺ գործունեության ընթացքում եղել է նման բան թե ոչ, կառավարության երկու մարմիններ, այսինքն դուք այս փուլում պետք է չանեիք էլի, կառավարության ձեր դաշտում պետք է այդ նախագծի ձևակերպում փոխանցեք մեզ մոտ արդեն Մենք առաջին ներողություն եմ խնդրում պարոն Գաբրիելյան, մենք հենց առաջին նախագծի ժամանակից այս հարցը բարձրացրել ենք, այս հարցը։ Ես ընդհանրակարգ եմ զուտ ասում, այսինքն դուք կառավարությունում կա կոմիտե, որտեղ քննարկում, հաստատում, ազգային ժողով ավարտում այն տարբերակը, որը կառավարության կողմից ընդունվում է։ Տեսականորեն դեմ չեմ, եթե կարաք այս բային ձևակերպումը գտնեք, չգիտեմ, իմ կողմից առաջարկակ փոխարինենք այդ ձևակերպումը։ Ես ուտ ընդհանրակարգն եմ ասում, այսինքն այստեղ երկու սուբյեկտ է, կառավարություն եւ ազգային ժողով, կառավարությունից եկել է այս տարբերակը, էլի, այսինքն միջև այս փուլը պետք է անենք։ Բայց եթե այդ մասը չկարողացա հասկանալ, ինչի սկզբունքորեն պետք է օրինակ որևէ մեկը չհսկի կամ վերահսկի ձեր ասած կտակին, կզնակին կամ ինչ-որ մեկին։ Դրանք ուսումնական հաստատություններ չեն եւ ուսումնական գործունեություն ծավալող հաստատություններ չեն եւ դրանց աշխատանքների համակարգումը եւ մշտադիտարկումը նախարարության կողմից է իրականացվում եւ դրանք աջակցող կառույցներ են եւ մենք կարծում ենք իրենց որպես վերահսկող սուբյեկտ դիտարկելը այնքան էլ ճիշտ մոտեցում չի։ Ես ուզում եմ հասկանալ, էլի, այսինքն դուք կարծում եք, որ դա նախարարությանը ենթակա մարմիններ են եւ պետք չի, բայց այդ դեպքում է դետեմ այսինքն Համեցեք։ Ես այդ կտորն եմ ուզում հասկանալ, ինչն է խնդիր, որ ինչ-որ մեկը վերահսկի կզնակին կամ այդ ասած մյուս մարմիններին, ինչ խնդիր կա։ Մենք հենց այսօրվա քննարկման մասին է խոսքը առավոտյան։ Մենք ընդունել ենք այդ տարբերակը եւ տիկին Սևաջան փոփոխության արդեն ենթարկված է ու անհոգ եղեք մենք մեր մեջ անհամաձայնություն չի կարող լինել, էլի առնվազն։ Ես դրա մասը չգիտեմ, հաջողության մեջ տենց եղել է, չէ՞։ Որտե 6 աշխով դուք այս փուլում չէիք ոնց որ իրավունք էլ չունեիք որևէ բան այս նախագծի, բայց քանի որ ներկա եք, ձեր կարծիքը միանշանակ շատ կարևոր է։ Եթե ուղղվել է ավել լավ, բայց ես մեկը էլի տենց մոտ այդ հարցը մնաց էլի, բայց կառույցներին ինչ որ մեկը չվերահսկի գործունեություն։ Դե լիազոր մարմինը sense դպրոցներն էլ վերահսկում էլի։ Բայց ինչ գործունեություն կարող լինել, օրինակ իրանք ինչ թուղթ կարային տված լինեին, որ ենթադրենք սկզբնական փուլում ներառել էինք նախագծում։ Դե օրինակ սկզբնական փուլում ներառված էր նաև նախարարությունում գործող հանրակրթության վարչությունը, մարզպետարաններում գործող վարչությունները կրթության, որոնք կրկին մեր կարծիքով իրենք կարող էին փոխկապակցված զուտ տեղեկատվություն փոխանցող լինել, բայց ոչ թե վերահսկվող սուբյեկտ լինել։ Հասկացա։ Բայց մեծ հաշվով չգիտեմ։ Պետք է տենց լավ բան է, էլի, որ ինչ-որ մեկը կա, որ թեկուզ
ձեր ենթակայությամբ գործող մարմիններին մի հատ լրացիչ ստուգում է։ Ես դեմ չեմ, բայց եթե ընդունվել է, թող լինի այնպես, ինչպես որ ճիշտ եք երկու կառույցները համարում, հարց ունեք, համեցեք։ Պարոն Մարտիրոսյան, իմ առաջարկությունների կարծես թե մեծ մասը ընդունվել է, գոհունակություն, բայց կարծեմ մի առաջարկություն ունեի, հիմա ձեռքից տակ չի կոնկրետ խոսքը վերաբերվում էր կառավարման խորհրդին եւ կառավարման խորհրդի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմում կամ նույնիսկ կառավարման խորհրդի նախագահը կարծեմ կրթության այսօր կգումասը գործող նախարարն է։ Ես այս հարցը կարծեմ բարձրացրել եմ առաջարկությունների մեջ, որպես շատ լուրջ մտահոգություն, որպես շահերի բախում եւ ի վերջո այս տեսչական հաստատությունը ժամանակին առանձնացվեց ԿԳՄՍ-ից անաչառության, թափանցիկության, անկողմնակալության այդ բոլոր ուրեմն անհանգստություններով։ Տեսչական մարմինը, որը մասնագիտական, որը մի խոսքով հանրակրթության ամբողջ սպեկտրով եւ ոչ միայն ուրեմն գործընթացների, տվյալ ոլորտների օրենսդրության, մասնագիտական կրթության եւ այդ առնչությամբ վերահսկողություն, տեսչական ուրեմն առաքելություն իրականացնում։ Արդյոք ճիշտ եք դիտում, գնահատում են հանգամանքը, որ այն ոլորտը, որի նախարարը այդ ոլորտի նախարարը լինի ձեր կառավարման խորհրդի նախագահ կամ նույնիսկ կառավարման խորհրդի անդամը, այդտեղ շահերի բախում չկա։ Ես ուզում եմ նաև իմ գոլեգաներին այդ հարցը բարձրացնեմ, արդյոք շահերի բախում չեք դիտարկում դա, որ ձեր կառավարման խորհրդում, այսինքն մի կառույցի կառավարման խորհուրդ, որը այդ ոլորտի նկատմամբ տեսչական հսկողություն է իրականացնում, այդ ոլորտի պատասխանատուն լինի այնտեղ։ Այ քիչ առաջ, երբ որ Տիկին Սվաջյանը խնդիր էր բարձրացնում, դուք էլ ասացիք մեծ սպեկտր էինք վերցրել, եւ այդ մարդիկ այդ ինստիտուտները դուրս եկան, որ շահերի բախում չլինի եւ նախապես տեղեկացված չլինելու, տեղեկույց չփոխանցելու եւ այլնի, այս ամբողջ համատեքստում եմ ես սա դիտարկում։ Հիմա դուք այն ոլորտը, որին վերահսկում եք կամ տեսչական վերահսկող եք իրականացնում, նրա նախարարը ձեր կառավարման խորհրդի անդամ է։ Դա շատ լրջագույն շահերի բախում է։ Դա բարձրաձայնում եմ եւ ուզում եմ, որ իմ գոլեգաները քաղաքական մեծամասնությունից նաև մտածեն այդ մասին։ Դուք դա ճիշտ դիտարկում եք, ճիշտ գնահատում եք անաչառության, օբյեկտիվության, թափանցիկության, փոխադարձ բալանսավորման եւ վերահսկողության պատասխան են ձեզ ինչ որ ժամ։ Ինչ։ Կանոնասպետ մտածեք ոչ թե պատասխանեք, դե ես այսպես իմ տեսակետը ասեմ, ինքնասեմ։ Այն ինչը որ անում է տեսչական մարմինը եւ այն ինչը որ ուզում է նախարարությունն այդ նախարարը իրանք նույնն են։ Հետևաբար տեսչականը ոչ թե նախարարի գործունեությունն է կամ նախարարին այս ձևակերպումը ինչի հանեցին, իրան ենթակա որևէ բաժնի կամ վարչության գործունեություն է վերահսկում, որը կարա շահերի բախում լինի, ինքն էլ որոշի, որ չէ, ենթադրենք իմ այս ինչ մարմինը շատ լավ է աշխատել, պետք չի որևէ, այլ տեսչական մարմինը մեկը ստուգում է այդ թվում ենթադրենք դպրոցները, մանկապարտեզները, որ երկուսի նպատակն է նույնն է, նախարարությունն է, չէ, որոշել չափորոշիչ sense պետք է լինի, տեսչականն էլ իրան աջակցող մարմին է, որը հսկում է արդյոք սակա թե չկա։ Միևնույնն է, շահերի, այդտեղ ճիշտ ասած, որ դուք ասում եք նպատակը նույնն է, ես չեմ կասկածում պոտենցիալ չեմ տեսականորեն չեմ կասկածում որևէ առանձին վերցած ոլորտների ազնիվ նպատակադրումների մեջ պատասխանեք։ Շնորհակալություն, պատասխանեմ հետևյալ կերպ։ Մենք Հայաստանի Հանրապետությունում գործում են 6 տեսչական մարմիններ, բոլորը ունեն կառավարման խորհուրդներ։ Լիազոր նախարարության նախարարը կառավարման խորհրդի նախագահն է։ Կառավարման խորհրդի նախագահան եւ կառավարման խորհուրդը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տեսչական վերահսկողության, ուղղության կամ դրա արդյունքների վրա։ Կապը չպետք է խզվի։ Գիտեք, որ մինչև 17 թվականի վերջ, 18 թվականի սկիզբ տեսչական մարմինները տեսչությունների տեսքով գործել են նախարարությունների կազմում տարիներ շարունակ։ Ու հենց այդ սկզբունքով նախարարություններից անջատվեն ու իրանք առանձին գործող մարմիններ լինեն, կառուցվեցին ու ստեղծվեցին 6 տեսչական մարմիններ իրենց բազմաթիվ ուղղություններով։ Ըստ այդմ, Տիկին Գալստյան, շահերի բախման տեսանկյունից ես վտանգ չեմ տեսնում, որ շահերի բախումը երկու ասպեկտով կարելի է մեկնաբանել։ Առաջինը միջամտություն, երկրորդը շահագրգռվածություն։ Այստեղ ոչ նա կարող է լինել, ոչ էլ նա կարող է լինել։ Այսինքն հաշվետվությունները ներկայացվում է այո, կառավարման խորհրդին եւ կառավարման խորհրդի նախագահան
ամենամեծ ցանկության դեպքում չի կարող որևէ ձև միջամտություն ունենալ հետագա կամ արդեն տեղի ունեցած վերահսկողության շրջանակներում։ Սենց պատասխանեմ, շնորհակալություն։ Ավելի արդյունավետ է, էլի, որ դու մեջն ես, դու տեսնում ես, այսինքն նկատի ունեմ, եթե ոչ մի կերպ չի կարող ինքը ոչ լիազորություն չունի որևէ կերպ ազդելու այդ գործունեությանը, խորհրդի անդամ։ Մոտեցման իրականության մեջ մոտեցման խնդիրը կարելի է արդարացնել եւ ասել այնտեղ լինի որ միանգամից տեղեկանա արդյունքների եւ կարող է լինի իր նախարարության մեջ եւ մի բանով այսպես հապումով այդ տեղեկատվությունը եւ տեսչական արդյունքները տեսչական հսկողության արդյունքները հասնի դե այնուամենայն երբ որ ժամանակին շատ լավ գիտեմ այդ պատմությունը այդ ընթացքում եմ շահագրգիռ եղել ժամանակին երբ որ նախարարություններից փոխվեցին առանձնացվեցին հենց այդ օբյեկտիվության մտահոգությամբ բայց հիմա մեկ էլ այդ մարդիկ այնտեղ են ես տեսականորեն չեմ կասկածում լավ նպատակներին կներեք միգուցե ոչ գրեիք համեմատություն եմ անում բայց թե իրավապահ համակարգի եւ հանցագործների նպատակները բարեկեցիկ ապրելն են այդ եւ բարեկեցիկ հասարակությունն են այստեղ մարդ ոնց է անցալում Ուզում ասեմ նպատակների ազնվությանը ես չեմ կասկածի տակ դնում ես ուղղակի ինստիտուտի կայացածության օբյեկտիվության եւ անաչառության եւ այդ check and balance-ի կոնտեքստում մտածում եմ որ ինձ համար եւ կարծում շատերի համար անդրամաբանական է որ վերահսկվող ոլորտի ուրեմն գլխավոր քաղաքականություն իրականացնողը լինի այն մարմնի կառավարման խորհրդի նախագահը, որը վերահսկելու է իր ոլորտում շատ լավ, քանի որ բոլոր տեսչականների համար այդպես է, տենց այս բանը չեմ կարող տենց գլոբալ հարց եք բարձրացնում, կարելի է քննարկել։ Ես ինձ օրինակ որտեղ հետաքրքիր է, էլի արդյոք կառավարման խորհրդի նախագահը լիազորություն ունի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքից ազատելու կամ ընդունելու։ Այսինքն այնպիսի գործիքակազմը ինձ թվում է դրված, որ ինքը մեկը որպես այսպես ասած իգիտություն է ընդունում իրանց գործունեությունը։ Պարոն Մարտիրոսյանի ասած շահերի բախում ըստեյության երկու բան, կամ տենց միջամտություն կամ շահագրգռվածություն։ Հիմա եթե ամենամեծ ցանկության դեպքում որևէ նախարար ունի որևէ շահագրգռվածություն, բայց որևէ լիազորություն չունի, ձեր ասածով ստացվում է, որ ինքը անգամ խորհրդի անդամ չլինելով, եթե ինքը այնքան կա, որ կարանի ենթադրենք որևէ բան։ Չէ՞ տեսչական մարմնի ղեկավարներին նախարարը չի նշանակում հանում։ Վարչապետն է նշանակում։ Առավել ևս։ Կառավարման խորհրդով անցնում են տեղակալների նշանակման, իսկ կառավարման խորհուրդը Բայց էլի միանձնյա չի, չէ՞, նախագահը չի։ Խորհուրդն է քաղաքը։ Հասկացա։ Շատ լավ։ Ով է ես։ Տիկին Ղազան ավելացնել բան ունեք։ Իհարկե հարցի տեսքով չէ, ավելացնելու ոչինչ չունեմ, ուղղակի ուզում եմ ասեմ, որ երկար քննարկման փուլ է անցել այս նախագիծը, լրամշակվել է եւ լիահույս եմ, որ կրթության բնագավառի տեսչական վերահսկողության միջոցառումները ստացված ձեռքբերված տվյալները կօգնեն բարձրացնելու կրթական հաստատությունների որակը եւ վստահ եմ, որ առաջիկա լիագումար նիստում օրենքի ուժ կստանա այս նախագիծը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Ղազան։ Հարգելի գործընկերներ, վերջին տարբերակը կա չէ պատրաստ է։ Շատ լավ։ Քվեարկության է դրվում կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին օրենքը երկրորդ ընթերցման դրական եզրակացություն տալու այն տեսքով, որ վերջնական ներկայացվել է առաջարկներ ընդունված ձևով պատգամավորների, երկու պատգամավորների եւ նաեւ կառավարության կողմից ներկայացված որոշ առաջարկությունների փոփոխված տարբերակով ովքեր են կողմ ձեռնպա դեմ երկու ձեռնպա շատ լավ շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան եւ օրակարգի վերջին հարցը կրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Նախագիծն է հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, համեցեք տիկին Սվաջյան։ Հարգելի պարոն Գաբրիելյան, հարգելի գործընկերներ, առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցմանը ներկայացնելու ժամանակահատվածում ներկայացված այս նախագիծը երկու հիմնական փոփոխություններ է կտորով փոփոխությունների է ենթարկվել
ձևակերպվել է կրթահամալիր հասկացությունը, որը հատկապես 300 դպրոց ծրագրի շրջանակում փոքր բնակավայրերում կառուցվող կառույցներ են, որոնք ոչ միայն տարբեր կրթական մակարդակների նախադպրոցական, հանրակրթական բոլոր մակարդակների կրթություն է իրականացնելու, այլև ենթադրվում է, որ արտադրոցական կրթություն է իրականացնելու, նաև ոչ ֆորմալ կրթություն եւ մշակութային, սպորտային, երիտասարդական, տեխնոլոգիական տարաբնույթ ծառայություններ կարող է մատուցել եւ հետեւաբար կրթահամալիրի հասկացությունն է կրթահամալիր հասկացության ձևակերպումն է ներկայացվել եւ առաջին ընթերցման ժամանակ արդեն մենք ներկայացրել էինք, որ այս օրենքի նախագծով առաջարկում ենք նախադպրոցական հանրակրթության եւ նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման միասնական ընթացակարգ սահմանել երկրորդ ընթերցման ներկայացված նախագծում ներկայացվել է թե ավելացվել են թե ովքեր կարող են մասնակցել այդ հավաստագրմանը, այսինքն մեկ ընդհանրական մոտեցում ենք սահմանել, որով նշել ենք, որ կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն եւ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ եւ նաեւ քանի որ համապատասխան ոլորտային օրենքներում կային նաեւ հավաստագրի դադարեցման հիմքերը դրանք ընդհանրացնելով այս օրենքի նախագծում ենք ներկայացրել հիմնական հավաստագրի դադարեցման հիմքերը հետևյալն են փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն, ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք, պետությանը ֆինանսական գույքային վնաս պատճառել, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու դեպքում, այնպիսի հիվանդություններ ունենալու դեպքում, որոնք կարող են հակացուցված լինել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը, ինչպես նաև հանցագործության համար դատապարտվելու կամ դատվատությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու դեպքերի վերաբերյալ եւ ուզում եմ հիշեցնել, որ օրենքի երկրորդ բաժինը, որին այս ընթերցման ժամանակ չենք անդրադարձել, վերաբերում էր հիմնական արտադրոցական կրթության որոշակի գործառույթների կարգավորմանը։ Շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, հարցեր ունեք։ Ես քանի հիշել եմ տամ հատիկի վազաներություն խնդրում։ Տիկին Սավաջան կրթահամալիրներից խոսեցիք, ես վերջերս կրթահամալիրներից մեկի ղեկավար անձնակազմի հետ էի հանդիպել, մի այսպիսի հարց էր բարձրացվում, Սեբաստացին։ Հիմա իրանք հաստատված, այսինքն լիցենզավորված գործունեություն են ծավալում նոր մասնաճյուղի դեպքում կրկին անցնում են ոնց որ 0-ից բոլոր փորձակնությունները։ Այս մասով մենք որևէ փոփոխություն նախատեսում ենք, որ եթե ունենք իր կրթական ծրագիրը արդեն երաշխավորված, իր որևէ այլ մասնաճյուղը կրկին այդ նույն փուլերով չանցնի, այսինքն չգնա մի հատ 2 տարվա փորձականության փուլ, հետո նորից էլի երաշխավորվի, որովհետև ասում նույն կրթական ծրագիրս եմ իրականացնում են։ Նախ կրթահամալիրը ոչ թե կրթական ծրագրի բովանդակությունն է արտացոլում, այլ ծառայությունների շրջանակը, որովհետև երկու տարբեր կրթահամալիրներում տարբեր կրթական ծրագրեր կարող են իրականացվել, միտեղ հանրակրթության պետական չափորոշիչով աշխատանքներ իրականացվեն, մյուս տեղում օրինակ այլընտրանքային ծրագրով, որը կրկին ՀՊՉ-ի վրա հիմնված է։ Ես ենթադրում եմ, որ ձեր նշած դեպքում նախ այստեղ մենք իրավական խնդիր կա, որ այդ մասնաճյուղերը որպես առանձին օբյեկտներ նշված չեն, դա մեկ կառույցի ներսում է եւ հետեւաբար գործընթացները հենց այդպես էլ կազմակերպվում են որպես մեկ ամբողջական կառույց դիտարկելով։ Իսկ այստեղ այն ձևակերպումը, որը մենք այստեղ տվել ենք, ավելի շատ վերաբերում է հաստատության տեսակին, թե ինչ տեսակի լրացուցիչ հաստատություն մենք կարող ենք ունենալ, որովհետև բոլոր այն դպրոցները, որոնք նաև նախադպրոցական ծառայություն են առաջարկելու, իսկ մեր փոքր բնակավայրերում կառուցվող կրթահամալիրները ունենալու են նաև նախադպրոցական ծառայության կրթության կտոր, իրենք որպես կրթահամալիր են հանդես գալու եւ հաշվի առնելով, որ դրանք փոքր բնակավայրերում գործող կառույցներ են, որտեղ երեխաների համար արտադրոցական կրթության համար հասանելի ծառայություններ չեն լինում, այս դպրոցները նաև այս կրթահամալիրները կամ հանրակրթական դպրոցները, որոնք ավելի լայն ծառայություններ կմատուցեն, նաև արտադրոցական կրթության, մեծահասակների ոչ ֆորմալ կրթության եւ այլն տարբեր ծառայություններ կարող են առաջարկել, բայց ծառայության բովանդակությունը արդեն այլ ընթացակարգով է
հաստատվում։ Կոնկրետ օրենքի սահմանման մեջ մենք բովանդակությանը չենք անդրադառնում։ Կտորն է ավելի շատ հարցնում է ինչ կարիք կա էլի մի հատ էլ իր այդ նույն կրթական ծրագիրը, որ երաշխավորված է աշխատում է, այլ շենք շինության, այլ բնակավայրում օգտագործելու դեպքում կրկին անցնի 0-ից փուլերը։ Չի անցնում կրկին փորձաքննություն, մենք ունենք այդպիսի ծրագրեր, օրինակ մեզ հետ համագործակցությամբ իրականացվող հասարակական կազմակերպություններից մեկը ծրագիր է իրականացնում երեխաների սոցիալ-հուզական զարգացման, որը փորձաքննություն անցել է եւ Հայաստանի դպրոցներից մեկում ներդրվել էր, պիլոտային ծրագիրն անցել էր, որի արդյունքների ամփոփումից հետո իրենք դիմել են կրկին նախարարությանը եւ եւս մի քանի դպրոցում առանց լրացուցիչ փորձաքննության այդ ծրագիրը ներդրվել է, այսինքն եթե արդեն կա երաշխավորված ծրագիր, նոր ուսումնական հաստատությունում ներդրման պարագայում երաշխավորման պահանջ չի ներկայացվում։ Մի քիչ տեսածս թղթերը այլ բաներ, բայց օքեյ, ավելի մանրամասն ներկայացնեմ էլի ամեն դեպս նախարարության կողմից ստացված պատասխանը մի քիչ այլ կերպ է հասկացա գրավոր ուղարկված, մեկ էլ դպրոցի տնօրեններին էր վերաբերում, այսինքն ենթադրելի է, եթե որևէ դպրոց ինքը այլընտրանքային կրթական ծրագիր է անում, իր տնօրենը պետք է մի քիչ այլ պահանջներ ունենա, որտեղ իմ հեղինակած այսինքն իմ հեղինակային կրթական ծրագիրն է։ Իմ ծրագիրը ձեր հավաստագրով անցած մարդը մի քիչ ոնց կար, էլի, որտեղ դա իմ հեղինակային կրթական ծրագիրն է, որը տարբերվում է այլ կրթական ծրագրերից։ Ես ներկայացնեմ ինչ է հավաստագրման գործընթացը։ Հավաստագրման գործընթացը ոլորտում գործող իրավական ակտերի իմացությունը ստուգող թեստավորման գործընթաց է։ Այսինքն անկախ նրանից, թե տվյալ ուսումնական հաստատության տնօրենը այլընտրանքային, հեղինակային, թե հանրակրթական պետական ծրագրով է աշխատում, ինքը ոլորտը կարգավորող իրավական ակտերին, օրենքներին, կառավարության որոշումներին պիտի ծանոթ լինի եւ հավաստագրման գործընթացը զուտ դա է ստուգում։ Հետագայում զարգացման ծրագրի դեպքում կարող է լինի որոշակի տարբերություն։ Զարգացման ծրագիր գրելիս մենք տնօրենի հնգամյա պլանավորումն ենք ստուգում, բայց այլընտրանքային ծրագիրը դա բովանդակային կրթության բովանդակությունն առնչվող եւ հետեւաբար սա առանձին գործընթաց է։ Բնականաբար, եթե այլընտրանքային ծրագրով աշխատող դպրոցի տնօրենի հավակնորդ է, բնականաբար ինքը իր զարգացման ծրագրում անդրադառնում է դրան, կամ կարող է իր զարգացման ծրագրում նպատակ սահմանած լինել, որ կմշակի այլընտրանքային ծրագիր, դա կներկայացնի երաշխավորման նախարարության կողմից եւ հաստատվելու դեպքում կսկսի աշխատել այլընտրանքային ծրագրով։ Ինքը որպես այդպիսի նպատակ կարող է սահմանել։ Այդ հաստատությունը պետքա ձեն չունենա այդտեղ։ Այսինքն կա ընդհանուր կրթական ծրագիր։ Կա պայմանական, ասենք, չգիտեմ, Սիսակ Գաբրելյան, որը ունի կրթական այլ ծրագիր, որը իր հեղինակային կրթական ծրագիրն է, եկել է, երաշխավորել է եւ իր դպրոցն է։ Հիմա եթե ընդհանուր կարգով գալու է որևէ դրսից տնօրեն իմ հեղինակած կրթական ծրագիրը տանի, կարող է ես որպես այդ կրթական ծրագրի հեղինակ Եթե մենք խոսում ենք պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին, իսկ մեր դպրոցները հիմնականում պոակներ են, մեծ մասը, բնականաբար մեր հարցազրույցը վերաբերում է եւ տնօրենի ընտրության գործընթացը վերաբերում է տնօրենի ներկայացնող անկախ ինքը ինչ ծրագրով է աշխատում, որովհետեւ հարցազրույցի եւ զարգացման ծրագրի փորձաքննության փուլում մենք հավակնորդի հետ քննարկում ենք եւ ուսումնասիրում ենք հավակնորդի պատկերացումները հանրակրթական դպրոցի կառավարման եւ բնականաբար եթե այլընտրանքային ծրագրով աշխատող դպրոցի մասին է ինքը պիտի ներկայացնի նաեւ այդ բաղադրիչը, որը միանշանակ խրախուսվում է, այլ ոչ թե հակառակը ստանդարտացման է դառնում։ Խրախուսում կարա պարտադիր պահանջ պետք է լինի, որ ինքը կրթական ծրագրի մաս երբևէ եղել է հավակնորդը։ Կրթական ծրագիրը արդեն հեղինակային կրթական ծրագիրն է։ Չէ, կարաս Չէ։ Կրթական ծրագիրը այսպես թե այնպես եթե երաշխավորված է եւ եթե տվյալ ուսումնական հաստատությունը աշխատում է այլընտրանքային ծրագրով, այսպես թե այնպես A տնօրենը կաշխատի, թե B տնօրենը կաշխատի, իրենք արդեն աշխատում են այդ այլընտրանքային ծրագրով, որը նախարարության կողմից երաշխավորված է։ Եվ բնականաբար տնօրենների փոփոխություն հնարավոր է այդ դպրոցի կյանքում տեղի ունենա։ Բայց դպրոցը տնօրենը պիտի առնվազն կառավարման են նվազագույն պահանջները, որը նախարարության կողմից ներկայացում է, պիտի բավարարի։
Կարող է հարցից լավ չեմ բանում, այսինքն դուք ասիք պոակ, օքեյ, ոչ պոակների դեպքում կրթական ծրագիրը հեղինակային երաշխավորում եք ու այդտեղ զրո ազդեցություն ունի նախարարությունը, չէ՞, հաստատությունը ում ուզում տնօրեն նշանակում է։ Մասնավոր դպրոցների դեպքում, երբ իրենք Ոչ պետական, կարա համայնքի ոչ լինի, կարա պետական, չունենք մենք համայնքային ենթակայության դպրոցներ։ կարող ունենանք։ Երևան համայնքում միայն, այո։ Երևանը առանձնացված է, բայց իրենք Երևանը նույն Երևանի դպրոցները եւս պոակները եւ նույն ընթացակարգով են, բայց ոչ պետական դպրոցների պարագայում իրենք իրենց կանոնադրությամբ սահմանում են նաեւ տնօրենի ընտրության մոտեցումները եւ հետեւաբար եթե այդ դպրոցը աշխատում է այլընտրանքային կամ հեղինակային որևէ ծրագրով իրենք իրենց ընտրությունը տնօրենի փոփոխության դեպքում ընտրությունը անում են իրենց ընթացակարգերով եւ նախարարությունը այդտեղ որևէ միջամտություն չի ունենում։ Պոակները Ոչ պետականները։ Համեցեք։ Տիկին Սուվաջյան, նորից վերադառնանք կարգավորման հարցին, նախադպրոցական, հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի համար նոր պայմաններ են առաջադրում։ Ես ուզում եմ խոսենք այն մասին, թե ինչ իրավիճակ ունենք հիմա։ Ես ոնց հասկանում եմ, ամենախնդրահարույց վիճակում հանրակրթական դպրոցներն են, որտեղ ունենք թափուր տնօրենների տեղեր կամ չհամալրված կամ ժամանակավոր պաշտոնակատարներ, այս վերջին կարգի փոփոխությունից հետո, եթե կարելի է խնդրում եմ ասեք նախ վիճակագրությունը մենք քանի բան ունենք չհամալրված տնօրենի հաստիք եւ քանիսը ունենք համալրված համեմատության մեջ հասկանալու համար այդ վիճակագրությունը տարբեր ժամանակներում տարբեր առիթներով հնչել է, բայց այս պահին ինչ ունենք դա դրա մասին եւ հետո խնդրում եմ ասեք, այս փոփոխության տրամաբանության մեջ ես տեսնում եմ, որ օրինակ 5 տարվա կառավարման փորձ ունեցող մարդը կարող է դիմել եւ դառնալ դպրոցի տնօրեն, եթե ինքը նաեւ ոչ հանրակրթության ոլորտում է կառավարման փորձ ունեցել, որևէ այլ 5 հանրակրթության ոլորտում 3 Չէ, ճիշտ եմ, չեք ասում։ Հանրակրթության ոլորտում, կրթության ոլորտում 3, այլ ոլորտում 5։ Այսինքն, եթե մարդը ուրիշ մի որևէ կառավարման ոլորտում, այլ, այսինքն ինքը կարա ուրիշ տեղ կառավարիչ աշխատած լինի, ոչ թե հանրակրթական կամ ուսումնական այլ հաստատություններում, ճիշտ եմ հասկանում։ Տիկին Սուվաջյան կարդացած եք Խնդրում եմ նորից կարդացեք ձեր ասածը, ձեր բանը, ձեր կարդացած նախադասությունը, որտեղ ես վստահ եմ, որ լսեցի, որ Այո, այդպես էլ կա։ Որ մենք ոչ կրթության ոլորտի կառավարիչներին նույնպես փորձում ենք ներգրավել ոլորտը։ Կներեք Տիկին Հազարյան, կարևոր է։ Վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կառավարման ոլորտի առնվազն կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքի։ Ձեր կարդացած նախադասությունը տենց չէր, Տիկին Սուվաջյան։ Առաջարկ կար, որ ինչի սահմանափակել է Ես այդ չեմ լսել Տիկին Սուվաջյանի կարդացած տեքստը, երբ որ կարդում էիք դուք։ Խնդրում եմ մի հատ դուք էլ ձեր տեքստը 5 կամ հա, տեսնում եմ ես որ։ Որտեղ տենց մեծաշուտ ստացվում է տարբերություն կրթության կառավարման կրթության կառավարման ոլորտ։ Ոնց որ կրթության ես լսեցի որ կրթության կառավարման ոլորտում 3, այլ ոլորտում 5։ Մենք տենց էինք ուզում։ Տիկին Սուվաջյան տենց կարդաց նոր։
Այն թուղթը, որից դուք կարդում եք, մի հատ բան կանեք, կգտնեք։ Որտեվ Իմ ձեռքի տակ եղած օրենքի նախագծում եւս կառավարման առանձին կտորը չկա, բայց մենք քննարկել էինք կառավարման առանձին կտորը։ Որովհետև ինձ մոտ էլ է պարոն Գաբրիելյանի ասած տարբերակը, բայց որ մենք հետանք լսենք, կտեսնենք, էլ դուք ուրիշ տեքստ եք կարդացել։ Կամով որանում է բան, չէ, առանձին հասկացություն։ Այո։ Մի հատ այն ձևակերպումը, որը դուք եք կարդացել, խնդրում եմ հնչեցրեք, որտեղ մենք փաստորեն սա չենք քվեարկելու, այլ ձեր մոտ։ Սա ենք քվեարկելու։ Ձեր ուզածն է, ուղղակի կամով որանում, նորմատիվ իրավական ակտերով ինքը առանձին է, ճիշտ եք դուք ասում եք գիտամանկավարժական կամ մանկավարժական կամ գիտամանկավարժական Կամ կառավարման ոլորտի։ Հա, ճիշտ եմ ասում, կամ կառավարման ոլորտի առնվազն 5, կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ Կարող եմ ներկայացնել սա ինչ։ Հա, ճիշտ է։ Այս նախադասությունը հենց այնա ինչ ես լսել եմ, ճիշտ ասում նույնն է։ Այսինքն կառավարման ոլորտի 5, կրթության կառավարման ոլորտի 3 տարվա ստաժ։ Հիմա վերադառնամ նրան, ինչ ուզում եի ասեի։ Փաստացի ոնց որ մեր արդյունքների վրա հիմնվելով մենք փորձում ենք դաշտը բացել նոր մասնագետների առջև, բայց էլի որոշակի ֆիլտրներ դնելով։ Ինձ խնդրում եմ կասեք, միջև այս ում համար հասանելի եղել էլի դպրոցի նույն մարդ, այսինքն կառավարման ոլորտի փորձ ունեցող, բայց ոչ կրթության։ Դե Տիկին Հակոբյան, խնդրում եմ թող տվեք Տիկին Սվաջյան պատասխան, Տիկին Սվաջյան, ինչն ենք փոխել, այսինքն առաջ ով կարող էր մասնակցել, հիմա այս ձևակերպմամբ ով կարող է մասնակցել։ Քանի որ ես ինչպես նշեցի, մենք առանձին 3 ոլորտում նախադպրոցական կրթության, հանրակրթության եւ մասնագիտական կրթության ոլորտում ունենք հավաստագրման եւ տնօրեն դառնալու հավակնորդների համար ներկայացվող նվազագույն պահանջներ, դրանք հիմնականում ընդհանրական էին, բայց կառավարման ոլորտի վերաբերող փորձի հնարավորությունը արկա էր միայն մասնագիտական կրթության ոլորտում, որովհետև օրինակ քոլեջում կամ ուսումնարանում կարող է մասնավոր որևէ կազմակերպության ղեկավար, որը որևէ ոլորտում կառավարման փորձ ունի, դառնա քոլեջ։ Հիմա բոլոր ոլորտների վրա ենք տարածել։ Հիմա բոլոր ոլորտների վրա է տարածվելու, բայց քանի որ յուրաքանչյուր ոլորտ ունի իր տնօրենի նշանակման ընթացակարգը, սա ընդամենը մուտքային պահանջն է։ Դիմորդների համար է, հավաստագրման համար, բայց հետո արդեն, այո, շրջանակը ավելի կլայնանա։ Միևնույնն է, շրջանակը լայնանում է, բայց իրականում մենք հանրակրթական դպրոցների համար հավաստագրման երևի թե ցածր ցուցանիշ չենք ունեցել, ամենաբարձր ցուցանիշն է 3 կրթական մակարդակների, եթե համեմատենք, բայց այս միասնական մոտեցումը հնարավորություն է տալու ավելի լայն դիտարկել եւ ոչ միայն կադրերի ավելի լայն ներհոսք ապահովելու հնարավորություն է սա ապահովելու, այլ նաեւ մեր, ինչպես քիչ առաջ նշեցի, մեր կրթահամալիրները օրինակ նախադպրոցական կրթություն են իրականացնելու, հետեւաբար ղեկավարը պիտի նաեւ նախադպրոցական կրթությանը տիրապետի, արհեստագործական կրթություն, այսինքն այո, ինքը որպեսզի առանձին մի քանի հավաստագրեր չունենա, ունենա մեկ հավաստագիր, որը 3 կրթական մակարդակների իրավական ակտերի իմացությունը փաստող մի փաստաթուղթ կլինի։ Համեցեք դինալիս։ Վաջան թագուին հարց տվեց վիճակագրությունը քանի դպրոցների մասին տնօրեններ չունենալու այս պահին, բայց հարցս հիմնական հարցս չի վերաբերում այս նախագծին, այլ վերջին շրջանում մամուլում եւ հանրային խոսույթում այսպեսի մի հաստատում է շրջում, որ դպրոցներում արգելված է երեխաներին դիմել տղաջան կամ աղջիկջան, տղա կամ տղա սեռային պատկանելությամբ դիմումի ձևը իբրև թե արգելված է։ 2 օր առաջ աչքովս ընկավ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցի անունը չեմ հիշում, ինչ որ մի լրագրող էր հարցնում նախարարին, արդյոք կարող են դպրոցներում դիմել դիտողություն կամ ուղղակի շփման հաղորդակցության ժամանակ տղաջան կամ աղջիկջան, Տիկին Անդրեասյանը խուսափեց այդ պատասխանից, գոնե այն դրվագը, որից տեսա, խուսափողական էր եւ հուսադաստիարակչական մեթոդա մանկավարժական այսպիսի բացատրություններ էր, բայց կոնկրետ պատասխան չեղավ։ Ես խնդրում եմ, որպես գիտեմ, որ դուք հատկապես հանրակրթության ոլորտն եք, չէ, կոորդինացնում,
արդյոք այդպիսի հանրահարական կա հանրակրթության տարիքային խմբում գտնվող երեխաներին սեռային պատկանելությամբ, այսինքն տղա ջան կամ աղջիկ ջան, տղաս կամ դուստրս կամ աղջիկս դիմելու արգելանք կա, այդպիսի արգելանք կա, դե ջանը բնականն է եւ այս պահին ջանը չի էականն, այլ սեռային պատկանելությամբ դիմելա ձևի նկատմամբ, որտեվ Տիկին Անդրեասյանը այդ դրվագը շատ խուսափողական էր եւ չփարատեց այդ մտահոգությունները, շնորհակալություն։ Ձեզ եւ շնորհակալություն անդրադառնամ վիճակագրությանը շուրջ 280 դպրոցներ դեռևս չունեն տնօրեններ 2 տարի է ինչ համակարգա նոր համակարգը 23 թվականի ապրիլից է ներդրվել տնօրենների ընտրության նոր համակարգը եւ այս պատկերը ունենք բայց կարող եմ ասել որ վերջին մեր վիճակագրությունը այսպիսին է եղել 24 թվականի ընթացքում զարգացման ծրագրերի 13%-ն է ստացել դրական եզրակացություն եւ այդ 13%-ից հարցազրույցին մասնակցած հավակնորդների ընդամենը 40%-ն է նշանակվել վիճակագրությունը մի փոքր փոխվել է վերջին շրջանում երկու ուղղությամբ նախ հավակնորդները ավելի պատրաստ են գալիս կարծես թե իրենք սկսել են մի փոքր ավելի լավ պատկերացնել կրթության կառավարումը եւ հարցազրույցներին ավելի պատրաստված են ներկայանում դրան աջակցելու համար մենք նաև պիլոտային վերապատրաստման ծրագիր ենք իրականացնում IP հիմնադրամի հետ 60 հավակնորդների վերապատրաստման ծրագիր, որոնք եւս կարծում եմ հաջողությամբ ավարտելու դեպքում կարող են այս հավակնորդների շարքում դասվել, բայց մենք տնօրենի նշանակման կարգում մի փոփոխություն ենք արել, որի արդյունքները արդեն ունենք մենք ունենք հաճախ հարցազրույցների ժամանակ իրավիճակ, երբ հավակնորդը չի ներշնչում վստահություն, որ 100%-ով ինքը պատկերացնում է կառավարումը, բայց ակնհայտ է, որ ինքը բավական պատկերացնում է, պոտենցիալ ունի բայց մենք չունենք հնարավորություն այդ հավակնորդներին, որովհետև գործող կարգավորմամբ 5 տարով պիտի պայմանագիրը կնքեինք։ Հիմա տնօրենի նշանակման կարգում փորձաշրջանի հնարավորությունն ենք դրել 1 տարով, որի ժամանակ տվյալ հավակնորդին, այսինքն տվյալ տնօրենին արդեն նշանակված կցվում է մենթոր որևէ դպրոցի տնօրեն, որը առավել հաջողություններ ունի, իրենք 1 տարի աշխատում են, 1 տարի հետո կրկին հանձնաժողովը հարցազրույց է անում եւ նաեւ ամփոփում է այդ 1 տարվա արդյունքները եւ այդ արդյունքները դրական լինելու դեպքում պայմանագիրը եւս 4 տարով երկարացվում է այսինքն հնգամյա շրջափուլը գործում է այլապես կարող է դադարեցվել 1 տարի հետո եւ ուզում եմ նշել որ արդեն 5 հավակնորդ փորձաշրջանով նշանակվել է 2-ը մարզերում եթե չեմ սխալվում 3-ը Երևան քաղաքում Ինչ վերաբերում է երեխաներին կամ աշակերտներին դիմելուն, ապա բնականաբար նման հանձնարարական չի եղել նախարարությունից։ Կարծում եմ ձևափոխվում է այն խոսակցությունը, որը մենք ունենում ենք երբեմն, բայց դա հանձնարարականի տեսքով չի